Երաժշտական աշխարհի հաջողակ գործարարի շքեղ ու փայլուն կյանքը ցնցվում է, երբ մի խորհրդավոր աղջնակ ներխուժում է նրա մրցանակաբաշխության սրահ օգնություն խնդրելով։ Այս անսպասելի հանդիպումը նրան ստիպում է առերեսվել մի անցյալի հետ, որը նա ընդմիշտ թաղված էր համարում։ Սա ինքնաճանաչման մի ճանապարհորդություն է, որը կփոխի այն ամենը, ինչ նա հավատում էր ընտանիքի, սիրո, ինքնության մասին։ Նախքան այս զարմանահրաշ պատմությունը լսելը, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին ավելի հուզիչ պատմությունների համար։ Երանի ամենաշխեղ հյուրանոցի դահլիճը եռում էր տարվա գլխավոր երաժշտական մրցանակաբաշխությանը բնորոշ էներգիայով։ Լուսանկարչական ապարատների լույսերն անդադար փայլատակում էին որսալով կարմիր գորգով անցնող արտիստների յուրաքանչյուր շարժումը։ Անթերի սմոքինգների բրենդային զգեստների մեջ Հայկ Վարդանյանն առանձնանում էր որպես տպավորիչ կերպար ջարագելով այնպիսի մարդու վստահություն, ով ձայնագրման ոլորտում հսկայական կայսրություն էր ստեղծել։ 42 տարեկանում Հայկը մարմնավորում էր այն հաջողությունը, որի մասին շատերն էին երազում։ Նրա ձայնագրման ստուդիան պատասխանատու էր երկրի ամենամեծ հիթերի համար, իսկ նրա ազդեցությունը տարածվում էր երաժշտությունից շատ հեռու ընդգրկելով բիզնեսներ տարբեր ոլորտներում։ Նրա ամեն քայլը հաշվարկված էր, ամեն բառը խնամքով ընտրված, իսկ յուրաքանչյուր հանրային հայտնվելը մանրակրկիտ պլանավորված, որպեսզի պահպանվի կատարելության այն պատկերը, որը նա կառուցել էր տասնամյակների ընթացքում։ Նրա գողքին Անահիտ Սարգսյանը ժպտում էր լուսանկարիչներին այնպիսի բնականությամբ, ասես ծնվել էր ուշադրության կենտրոնում լինելու համար։ Որպես նրա գործադիր պրոդյուսեր հարսնացու, նա կիսում էր ոչ միայն նրա անձնական կյանքը, այլ միլիոններ պտտող բիզնեսի գուլիսները։ Նրա խնամքով հարթարված մազերը նրբորեն շարժվում էին, երբ նա ձեռքով էր անում տեսախցիկներին գրելով զմրուխտե կանաչ զգեստ, որն ավելի թանկ արժեր, քան շատ մարդիկ կվաստակեին ամբողջ տարվա ընթացքում։ Արարողությունն ընթանում էր ըստ սպասվածի։ Հայկը առաջադրվել էր տարվա գործարար անվանակարգում, մի մրցանակ, որը նա գրեթե նվաճված էր համարում հաշվի առնելով այն արտրային հաջողությունները, որոնք նրա ընկերությունը գրանցել էր վերջին ամիսներին։ Երբ նրա անունը հնչեց, նա նրբագեղությամբ վեր կացավ, ուղղեց սմոքինգը բուռն ծափահարությունների ներքո քայլեց դեպի բեմ։ Սակայն հենց այն պահին, երբ նա բարձրանում էր բեմի առաջին աստիճաններով, տեղի ունեցավ անսպասելին։ Մոտ 12 տարեկան մի աղջնակ ճեղքեց անվտանգության պատնեշը հուսահատորեն վազեց նրա ուղղությամբ անցնելով կարմիր գորգի վրայով, ասես իր կյանքը կախված լիներ դրանից։ Նրա շագանակագույն մազերը ծածանվում էին քամուց, իսկ պարզ հագուստը կտրուկ հակադրվում էր շրջապատի շքեղությանը։ «Փրկիր ինձ նրանից», բղավեց նա գարչելով Հայկի թից այնպիսի ուժով, որ զարմացրեց բոլոր ներկաներին։ Նրա փոքրիկ ձեռքերը տեսանելիորեն դողում էին, իսկ շագանակագույն աչքերը լի էին արցունքներով, որոնք ցանկացած պահի պատրաստ էին հորթալու։ Ամբողջ դահլիճը մի քանի վայրկյանով ընկղմվեց բացարձակ լռության մեջ, ասես ժամանակը կանգ էր առել։ Անվտանգության աշխատակիցներն անմիջապես մոտեցան պատրաստ հեռացնելու ներխուժողին, բայց Հայկը բարձրացրեց ձեռքը նշան անելով, որ կանգ առնեն։ Այդ երեխայի հայացքի մեջ կար մի բան, որը դիպավ նրան այնպես, որ նա չէր կարողանում բացատրել մի անկեղծ խոցելիություն, որը թվում էր, թե անցնում էր նրա բոլոր հուզական պատնեշների միջով։ «Սպասեք», ասաց նա հաստատուն ձայնով աղջնագին իրեն մոտ պահելով։ «Մարիամ», կանչեց նա իր անձնական օգնականին, ով բեմի գողքից մտահոգ դեմքով հետում էր տեսարանին։ «Զբաղվիր նրանով։ Տար նրան իմ համար մնա նրա հետ, մինչ ես գամ»։ Մարիամը միջին տարիքի մի կին, ով ավելի քան 15 տարի աշխատում էր Հայկի հետ, անմիջապես գլխով արեց զգուշությամբ մոտեցավ աղջկան այնպես, ինչպես վարվում են վիրավոր կենդանու հետ։ Իր կարիերայի ընթացքում նա շատ տարօրինակ իրավիճակների էր ականատես եղել, բայց երբեք նման դրամատիկ բանի, ինչպիսին քիչ առաջ տեղի ունեցավ։ Աղջիկը նայեց Հայկին երախտագիտության հուսահատության խառնուրդով, նախքան թույլ կտար Մարիամին իրեն հեռացնել ուշադրության կենտրոնից։ Երբ նրանք անցնում էին հյուրանոցի միջանցքներով, նա վերջին անգամ շրջվեց նայելու նրան, ասես ուզում էր համոզվել, որ իր փրկությունը պարզապես երազ չէր։ Հայկը մի քանի վայրկյան մնաց բեմում փորձելով գիտակցել կատարվածը։ Հանդիսատեսը ցածրաձայն փսփսում էր ենթադրություններ անելով աղջկա ինքնության այն պատճառի մասին, թե ինչու էր նա հենց իրենից օգնություն խնդրել։ Տեսախցիկները շարունակում էին նկարահանել նրան որսալով նրա դեմքի յուրաքանչյուր միկրոարտահայտությունը, բայց տարիների ընթացքում առաջին անգամ նրան չէր հետաքրքրում այն պատկերը, որը նա պրոյեկտում էր։ Երբ նա վերջապես ստացավ արձանիկը, մոտեցավ բարձրախոսին շնորհակալական խոսք ասելու, նրա բառերը մեխանիկական հեռու էին հնչում։ Նրա միտքը ամբողջությամբ կենտրոնացած էր այն երեխայի վրա, ով այդքան հանկարծակի դրամատիկ կերպով ներխուժել էր իր կյանք։ Նրա աչքերում կար ինչ-որ ծանոթ բան, մի բան, որն արթնացնում էր իր գիտակցության խորքերում վաղուց թաղված հիշողությունները։ Անահիտը կուլիսներից հետում էր նրան հազիվ թաքցրած զայրույթով։ Նրա համար այդ ընդհատումը անհարկի շեղում էր մի երեկոյի ընթացքում, որը պետք է կատարյալ լիներ։
Երբ Հայկը իջավ բեմից, նա մոտեցավ նրան գեղձ ժպիտով, հրապարակավ շնորհավորեց, իսկ հետո շշնջաց ականջին. «Մենք պետք է խոսենք սրա մասին հետո։ Այդ աղջիկը կարող էր փչացնել մեր հեղինակությունը»։ Բայց Հայկը հազիվ լսեց նրա բառերը։ Նրա միտքը կլանված էր այն հրատապությամբ, թե ով էր այդ երեխան, ինչու էր նա վազել իր մոտ պաշտպանություն գտնելու համար։ Այդ պահի մեջ կար մի բան, որը խորը անհանգստություն էր արթնացրել նրա գրծքում, ասես նրա հոգու մի ննջած մասը հանկարծակի արթնացել էր։ Արարողության մնացած մասը նա անցկացրեց ավտոմատ կերպով ողջունելով գործընկերներին, լուսանկարվելով, բայց նրա սիրտը այլ տեղում էր։ Պայմանագրերի երաժշտական միտումների մասին յուրաքանչյուր մագերեսային զրույց ավելի դատարկ էր թվում, քան երբե։ Տեսախցիկների համար յուրաքանչյուր գեղձ ժպիտը թվում էր որպես դավաճանություն այն պահի անգեղծությանը, որն ապրել էր բեմում։ Անցնող յուրաքանչյուր րոպեն մեծացնում էր նրա տագնապը հյուրանոց վերադառնալու վերջապես հասկանալու համար, թե ինչ էր տեղի ունեցել այդ արտասովոր գիշերը։ Տեսախցիկների լույսերը, որոնք նախկինում էներգիա էին տալիս նրան հաստատում նրա հաջողությունը, հիմա թվում էին ներխուժող արհեստական։ Երաժշտական ոլորտի մյուս գործարարների հետ զրույցները, որոնք սովորաբար խթանող էին լի հնարավորություններով, հնչում էին որպես դատարկ աղմուկ։ Ասես աշխարհի նկատմամբ նրա ընկալման մեջ ինչ-որ հիմնարար բան էր փոխվել բեմում անցկացրած այդ մի քանի րոպեների ընթացքում, մի բան, որը նրա նախկին կյանքը հանկարծակի կասկածելի դարձրեց։ Անահիտը մի քանի անգամ փորձեց նրան վերադարձնել գործնական մտածելակերպին։ Հայկ, ձայնագրման ստուդիայի նախագահը, ուզում է խոսել մեզ հետ միջազգային շուկա դուրս գալու մասին, ասաց նա ընդմիջումներից մեկի ժամանակ։ Սա հենց այն հնարավորությունն է, որին մենք սպասում էինք։ Բայց Հայկը հազիվ էր կարողանում կենտրոնանալ զրույցի վրա։ Նրա միտքը կլանված էր Անիի պատկերով, ով քնած էր իր համարի բազմոցին, այն խոցելիությամբ, որը տեսել էր նրա աչքերում, այն ձով, որով նա բնազդաբար վստահել էր իրեն։ Նրա գրծքում արթնացել էր մի անհանգստություն, ասես իր հոգու երկար ժամանակ լռած մի մասը հանկարծ արձագանքել էր։ Երբ մրցանակաբաշխությունը վերջապես ավարտվեց, Հայկը արագ հրաժեշտ տվեց հյուրերին, անտեսելով Անահիտի բողոքները սոցիալական պարտավորությունների երեկույթների մասին, որոնք կարող էին կարևոր լինել բիզնեսի համար։ Տարիների ընթացքում առաջին անգամ նա ինչ-որ բան գերադասում էր շահույթից, գործնական հնարավորություններից։ Նրան պատասխաններ էին պետք, նա չէր կարողանա ուրիշ ոչ մի բանի մասին մտածել, մինչ չստանար դրանք։ Ճանապարհը դեպի հյուրանոց անվերջ էր թվում։ Նստած իր մեքենայի հետի նստատեղին Հայկը դիտում էր երանի լույսերը, որոնք սահում էին պատուհանից այն կողմ, մինչդեռ նրա միտքը տենթագին աշխատում էր փորձելով հասկանալ այդ հանդիպման իմաստը։ Այդ շագանակագույն աչքերի մեջ կար մի բան, որն արթնացրել էր մի զգացողություն, որը նա տասնամյակներ շարունակ չէր ապրել, մի անբացատրելի կապ, որը հակասում էր իր կյանքը կառավարող ողջ տրամաբանության ու բանականությանը։ Երբ նա վերջապես հասավ հյուրանոցի նախագահական համարին, գտավ Մարիամին նստած աղջկա գողքին, ով հիմա խորը քնած էր կաշվե բազմոցին։ Նրա դեմքը, վերջապես հանգիստ, բացահայտում էր մի մանկական նրբություն, որը հակասում էր մի քանի ժամ առաջ ցուցաբերած հուսահատությանը։ Մարիամը խնամքով ծածկել էր երեխային գողքի սեղանին, մի բաժակ ջուր էր թողել, մայրական ժեստեր, որոնք ցույց էին տալիս նրա օգնականի հոգատար բնույթը։ Հայկը մի քանի րոպե դիտեց տեսարանը, նկատելով, թե ինչպես էր Անին անհանգիստ քնած, նրա բռունցքները սեղմված էին նույնիսկ քնի մեջ, ասես դեռ պաշտպանվում էր ինչ-որ անտեսանելի սպառնալիքից։ Այդ պահի խոցելիության մեջ կար մի բան, որը խորը հույզ արթնացրեց նրա գրծքում, պաշտպանելու ցանկության թախծի խառնուրդ, որը նա չէր կարողանում անվանել։ Դա նման էր անցյալի հայելուն նայելուն, տեսնելով իր սեփական անորոշություններով ու վախերով լի մանկության արտացոլումը։ Նախագահական համարը իր շքեղ կահույքով, երանի համայնապատկերով, հանկարծ չափազանց ջող թված քնած երեխայի պարզության համեմատ։ Հայկը հասկացավ, որ այդ անշահախնդիր հոգատարության պահի մեջ ավելի մեծ հարստություն կար, քան բոլոր այն մրցանակների ու ճանաչման մեջ, որոնք նա կուտակել էր տարիների ընթացքում։ Մարիամը զգուշորեն վեր կացավ, նշան արեց, որ խոսեն պատշգամբում քնած երեխայից հեռու։ Նախքան նրան հետելը, Հայկը ուղղեց Անիի ուսերին գցված ծածկոցը, մի բնազդային ժեստ, որը զարմացրեց նրան իր բնականությամբ։ Պատշգամբում, երբ մայրաքաղաքի գիշերային զեփյուրը շոյում էր նրանց դեմքերը, Մարիամը պատմեց Հայկին այն ամենը, ինչ պարզել էր այն ժամերի ընթացքում, երբ խնամում էր աղջկան։ Նրա զգուշավոր բառերը բացահայտեցին մի պատմություն, որը կկապեր Հայկի շքեղ ներկան մի անցյալի հետ, որը նա փորձել էր մոռանալ։ «Պարոն Հայկ», սկսեց Մարիամը նյարդայնացած ուղղելով ակնոցը, «աղջկա անունը Անի է։ Նա կարողացավ ինձ մի քանի բան պատմել նախքան քնելը»։ Նա դադար տվեց, ասես մտքերը հավաքելով։ Նա ասաց, որ մայրը որպես տնային տնտեսուհի էր աշխատում Դիլիջանի առանձնատներից մեկում։ Նրա մահից հետո ինքը պարզապես մնացել է մենակ։ Հայկը գիտեց հոնքերը մարսելով տեղեկությունը։ Ինչպես թե մենակ։ Ըստ նրա, նրան պետք է տեղավորեին պետական խնամքի տակ,
բայց գործընթացում ինչ-որ բան այն չի գնացել։ Վերջին շաբաթների ընթացքում նա փողոցներում է եղել փորձելով գոյատել։ Մարիամը տատանվեց շարունակելուց առաջ. «Կաս մի բան, պարոն»։ Նա նշեց այն առանձնատան անունը, որտեղ մայրն աշխատում էր։ Արշալույս վիլլան։ Այդ անունը Հայգին հարվածեց կայծակի պես։ Արշալույսը եղել էր նրա առաջին սեփականությունը մի առանձնատուն Դիլիջանում, որը նա գնել էր հաջողության առաջին տարիներին, երբ դեռ կառուցում էր իր կայսրությունը։ Նա աղոտ հիշեց Վարդուհուն մի համեստ նվիրված կնոջ, ով զբաղվում էր տան մաքրությամբ խնամքով։ Մի զուսպ մարդ, ով միշտ դիմավորում էր նրան ամաչկոտ ժպիտով, երբ նա հազվադեպ այցելում էր այդտեղ։ Վարդուհի, մրմնջաց նա, հիշողությունը դարձավ ավելի հստակ։ Նրա մայրը Վարդուհին էր։ Մարիամը գլխով արեց։ Ճիշտ է։ Անին շատ էր պատմում, թե ինչպես էր մայրը միշտ պատմություններ անում այն բարի մարդու մասին, ով իրեն հարգանքով ու արժանապատվությամբ էր վերաբերվում, ի տարբերություն իր ունեցած մյուս տերերի։ Թվում է Վարդուհին առանձնահատուկ հիացմունքով էր հիշում ձեզ։ Հայկը ցավ զգաց կրծքում։ Վարդուհին այն քիչ մարդկանցից էր իր կյանքում, ով ճանաչել էր իրեն նախքան փառքը, նախքան հարստությունը, երբ նա դեռ փորձում էր հաստատվել երաժշտական շուկայում։ Նա երբեք շահախնդիր չէր եղել։ Պարզապես կատարում էր իր աշխատանքը նվիրումով, միշտ ընդունում էր նրան ջերմ հյուրընկալությամբ։ Իսկ այն տղամարը, որ նրա հետ էր մրցանակաբաշխության ժամանակ, հարցրեց Հայկը, փորձելով հասկանալ այդ խճճված իրավիճակի բոլոր կողմերը։ Այո, դրա մասին։ Դե, մի քիչ անհարմար է։ Մարիամը այդ երեկո առաջին անգամ ժպտաց։ Անին բացատրեց, որ նա իսկապես սոցիալական աշխատող է, ինչպես մենք կասկածում էինք։ Բայց սա նրա աշխատանքի առաջին օրն է։ Գորգը մի քանի ամիս առաջ ավարտած, բոլորովին անփորձ նյարդային երիտասարդ է։ Ըստ ամենայնի, նա տեղափոխման ժամանակ կորցրել է աղջկա բոլոր փաստաթղթերը խուճապի մատնվել։ Հայկը չկարողացավ զսպել հեգնական ժպիտը։ Ուրեմն նա ոչ թե արանգողից էր փախչում, այլ անփորձ սոցիալական աշխատողից։ Ճիշտ այդպես։ Բայց նրա տեսանկյունից ցանկացած անծանոթ մեծահասակ, ով փորձում էր իրեն տանել, սպառնալիք էր ներկայացնում։ Երբ նա հեռուստացույցով տեսել է ձեզ մրցանակաբաշխության ժամանակ, ինչ-որ բան ստիպել է նրան հավատալ, որ կարող է վստահել ձեզ։ Մարիամը նշանակալից դադար տվեց։ Նա ասաց, որ դուք ունեք նույն աչքերը, որոնք նկարագրում էր իր մայրը, երբ խոսում էր բարության մասին։ Բարություն բառը արձագանքեց Հայգի մտքում։ Վարդուհին միշտ առանձնահատուկ ձով էր խոսում այդ մասին, երբ ուզում էր արտահայտել մի բան, որն իր համար կարևոր էր։ Դա նրա ամենաբնորոշ հատկանիշներից էր պարզության իմաստնության այն խառնուրդը, որը նրան եզակի էր դարձնում։ Որտեղ է այդ գորգը հիմա, հարցրեց Հայկը։ Հյուրանոցի նախասրահում։ Նա հուսահատված է, զանգում է իր բոլոր վերադասներին փորձելով բացատրել իրավիճակը։ Տղան սարսափած է առաջին իսկ օրը աշխատանքը գործնելու մտքից։ Մարիամը ուշադիր նայեց Հայգին։ Դուք պատրաստվո՞մ եք Անին հանձնել նրան։ Հայկը ապագե դռնից այն կողմ նայեց քնած աղջկան։ Անին փաթաթվել էր Մարիամի բերած ծածկոցի մեջ, նրա շնչառությունը հանգիստ էր ու կանոնավոր։ Այդ տեսարանի մեջ կար մի բան, որը տարօրինակ զգացողություն էր արթնացնում նրա գրծքում պաշտպանելու ցանկության թախծի խառնուրդ, որը նա չէր կարողանում բացատրել։ Դեռ ոչ, պատասխանեց նա երկար դադարից հետո։ Նախ պետք է ավելի լավ հասկանամ իրավիճակը։ Բեր այդ գորգին այստեղ։ Ուզում եմ անձամբ խոսել նրա հետ։ Մարիամը գլխով արեց գնաց դեպի հեռախոսը։ Մինչ նա պայմանավորվում էր, Հայկը շարունակում էր դիտել Անիին։ Անհնար էր չնկատել ֆիզիկական նմանությունը Վարդուհուն շագանակագույն մազերը, դեմքի նուրբ կառուցվածքը, նույնիսկ քնելուձը ձեռքերից մեկը միշտ սրտին մոտ պահած, ասես ինչ-որ թանկ բան էր պաշտպանում։ Սկսեցին հայտնվել նրա սեփական մանկության հիշողությունները, մի ժամանակաշրջանի բեգորային պատկերներ, որոնք նա միտումնավոր փորձել էր մոռանալ։ Հիշեց այն գիշերները, երբ քնում էր օտար սենյակներում միշտ ժամանակավոր, միշտ անորոշ, թե որտեղ կլինի հաջորդ օրը։ Հիշեց լքվածության զգացումը, հուսահատ կարիքը գտնելու մեկին, ում կարող էր վստահել։ 20 րոպե անց Մարիամը վերադարձավ տեսանելիորեն նյարդայնացած մի երիտասարդի ուղեկցությամբ։ Գորգը մոտ 25 տարեկան էր, թափթփված մուգ մազերով ակնոցով, որը նա անընդհատ ուղում էր մի շարժում, որը մատնում էր նրա տագնապը։ Նրա հագուստը թե խնամված, ակնհայտորեն էժանագին էր, նա ձեռքին ուներ փաստաթղթերի մի թղթապանակ, որն ավելի լավ օրեր էր տեսել։ Պարոն Վարդանյան, սկսեց Գորգը, ձայնը թեթագի դողում էր։ Ես չեմ կարող արտահայտել, թե որքան եմ ցավում այս ամբողջ անհանգստության համար։ Գիտեմ, որ լիովին անփույթ եմ թվում, բայց երդվում եմ կարող եմ ամեն ինչ բացատրել։ Հայկը նշան արեց, որ նստի։ Հանգիստ եղիր, Գորգ։ Պատմիր ինձ հստակ, թե ինչ է տեղի ունեցել այսօր։ Գորգը խորը շունչ քաշեց, սկսեց պատմել իրադարձությունների իր տարբերակը։
Նա վերջերս էր ավարտել սոցիալական աշխատանքի ֆակուլտետը ստացել իր առաջին աշխատանքը պետական գործակալությունում, որը պատասխանատու էր խոցելի վիճակում գտնվող երեխաների համար։ Անին նրա առաջին պաշտոնական գործն էր մի երեխա, ում մասին հայտնել էին որպես անհայտ կորած մոր մահից հետո։ Ես հանձնարարություն ստացա գտնել նրան տեղավորել ժամանակավոր կացարանում, մինչ որդեգրող ընտանիք գտնվեր, բացատրեց Գորկը ձեռքերով նյարդային շարժումներ անելով։ Ինձ հաջողվեց գտնել նրան Վարդուհու նրա մոր մասին ունեցած որոշ տեղեկությունների միջոցով։ Պարզեցի, որ Անին թաքնվում էր այն հին առանձնատան մոտակայքում, որտեղ մայրն աշխատում էր։ Հայկը առաջ թեքվեց հետաքրքրված։ Եվ ինչպես գտար նրան։ Խոսեցի տարածքի մի քանի խանութսպանների հետ։ Անին, ըստ երույթին, սնունդ էր խնդրում փոքրիկ գործեր անում գոյատելու համար։ Երբ վերջապես գտա նրան, նա վախեցած էր ու անվստահ։ Գորկը դադար տվեց թվալով շփոթված։ Գիտեմ, որ պետք է ավելի համբերատար լինեի, ավելի զգուշ մոտենայի։ Բայց ես նյարդայնացած էի, առաջին օրս էր, ստացվեց, որ շատ կոպիտ եմ գործել։ Իսկ փաստաթղթերը, որոնք կորցրել ես։ Գորկը տեսանելիորեն գարմրեց։ Դա ամենաամոթալի մասն է։ Ճանապարհին գանք արանք մի արագ սննդի գետում, որովհետ Անին ասաց, որ սոված է։ Թղթապանակ սթողեցի մեքենայի մեջ ընդամենը մի քանի րոպեով, բայց երբ վերադարձա, ինչ որ մեկը գոտրել էր մեքենան ամեն ինչ տարել։ Նրա անձը հաստատող փաստաթղթերը, տեղափոխման ձատղթերը, ամեն ինչ։ Հայկը ուշադիր դիտում էր երիտասարդին։ Նրա տագնապի մեջ կար ինչ որ անգեղծ բան իրական մտահոգություն, որը դուրս էր մասնագիտական հետանքներից։ Գորկը թվաց, թե իսկապես հոգ է տանում Անի բարեկեցության համար, նույնիսկ լինելով բոլորովին անփորձ։ Եվ ինչ արեցիր դրանից հետո, հարցրեց Հայկը։ Լիակատար խուճապի մատնվեցի, անգեղծորեն խոստովանեց Գորկը։ Գիտեի, որ պետք է բացատրեմ իրավիճակը վերադասներիս, բայց նա չէի կարող Անին մենակ թողնել։ Երբ նա արագ սննդի գետի հեռուստացույցով տեսավ մրցանակաբաշխության լուսաբանումը ասաց, որ ուզում է գտնել ձեզ, մտածեցի, որ գուցե դա մեզ ժամանակ տա իրավիճակը լուծելու համար։ Դու նրան բերեցիր այստեղ։ Ոչ հստակ։ Նա ասաց, որ գիտի ճանապարհը աղաչեց ինձ բերել իրեն։ Ես պետք է մերժեի, բայց նա այնքան հուսահատ էր թվում։ Գորկը նայեց դրանը, որտեղ քնած էր Անին։ Երբ նա վազեց ձեր ուղղությամբ մրցանակաբաշխության ժամանակ, ես հասկացա, որ սարսափելի սխալ եմ գործել։ Հայկը մի քանի վայրկյան լուր մնաց մարսելով ողջ տեղեկությունը։ Պատմությունը տարօրինակ էր, բայց ուներ մի անսովոր դրամաբանություն, որը այն դարձնում էր հավատալի։ Բացի այդ, Գորկի անգեղծության մեջ կար մի բան, որը նրա վրա դրական տպավորություն թողեց։ Գորկ, ասաց նա վերջապես, ինչ գիտես Անիի անցյալի մասին։ Նրա ընտանիքի մասին։ Ցավոք, շատ քիչ բան։ Վարդուհին, ըստ երույթին, միայնակ մայր էր, առանց հայտնի մտերիմ ազգականների։ Տարիներ շարունակ աշխատել է որպես տնային տնտեսուհի միշտ գերազանց բնութագրերով։ Գորկը նայեց իր արած որոշ նշումներին։ Ըստ մեր գրառումների նա միշտ շատ փակ է եղել իր անձնական կյանքի մասին, բայց չափազանց նվիրված է եղել Անին։ Իսկ Անին ոչ մեկին չունի։ Որ է բարեկամ, ընտանիքի ընկեր։ Ոչ մեկի չենք կարողացել գտնել։ Այդ պատճառով էլ նրան պետք է հանձնեին որդեգրման։ Գորկը տատանվեց։ Պարոն Վարդանյան, գիտեմ, որ սա տարօրինակ կհնչի, բայց Անին շատ էր խոսում ձեր մասին այն ժամանակ, որ միասին անցկացրինք։ Նա շատ հստակ պատկերացում ունի, թե ով եք դուք հիմնվելով մոր պատմածների վրա։ Ինչպիսի պատմությունների։ Պատմություններ բարության մասին, ինչպես նա է միշտ ասում։ Մի մարդու մասին, ով իր մորը հարգանքով ու արժանապատվությամբ էր վերաբերվում։ Անին հավատում է, որ դուք մի տեսակ պաշտպան եք։ Գորկը նորից կարմրեց։ Գիտեմ, որ սա անարդար պատասխանատվություն է դնում ձեզ վրա, բայց ուզում էի, որ իմանաք, թե որտեղից է գալիս նրա այդ կապվածությունը։ Հայկը վեր կացավ քայլեց դեպի պատուհանը նայելով երանի լույսերին, որոնք աստղերի պես սփռված էին մինչ հորիզոն։ Այդ իրավիճակի մեջ կար մի բան, որը խորապես արձագանքում էր իր անցյալի փորձառություններին հիշողություններ, որոնք նա այնքան խորն էր թաղել, որ գրեթե ամբողջությամբ մոռացել էր։ Գորկի խոսքերը բարության մասին արձագանքում էին նրա մտքում կապվելով հիշողության այն բեգորներին, որոնք նա ճնշել էր տասնամյակների ընթացքում իր հանրային կերպարի մանրակրկիտ կառուցման ժամանակ։ Հիշեց ցուրտ գիշերները օտար սենյակներում, ոչ միտեղ չպատկանելու զգացումը, այն խորը միայնությունը, որը միայն նման իրավիճակում գտնվող երեխաները կարող էին իսկապես հասկանալ։ Գորկ, ասաց նա շրջվելով դեպի երիտասարդ սոցիալական աշխատողը, այս գիշեր մնալու տեղ ունես։ Գորկը զարմացած թվաց հարցից։ Դե, ես մտածում էի վերադառնալ իմ բնակարանը։ Այն փոքր է, բայց… Մնա այստեղ, ընդհատեց Հայկը։ Հյուրանոցում։ Ուզում եմ, որ դու Անին մոտ լինեք, մինչ ավելի լավ հասկանանք այս ամբողջ իրավիճակը։
Մարիամը քեզ համար սենյակ կկազմակերպի։ Պարոն Վարդանյան, սա շատ մեծահոգի է, բայց ես չեմ կարող ընդունել առանց։ Գորգը տատանվեց նյարդայնացած ուղղելով ակնոցը։ Առանց ինչի։ Առանց հասկանալու, թե ինչու եք սա անում։ Անին ձեզ համար անծանոթ է։ Ես անծանոթ եմ։ Ինչու եք այդքան հոգ տանում։ Հարցը դիպավ Հայգին այնպես, ինչպես նա չէր սպասում։ Իսկապես, ինչու էր նա այդքան հոգ տանում։ Այդ աղջկա մեջ կար մի բան, որն արթնացրել էր իր մի մասը, որը նա կարծում էր, թե վաղուց կորցրել է։ Գուցե դա նրա աչքերի հուսահատությունն էր, որն այնքան նման էր նրան, ինչ ինքն էր զգացել մանկության տարիներին։ Գուցե այն ձն էր, որով նա բնազդաբար վստահել էր իրեն տեսնելով իր դեմքին մի բան, որն ինքը չէր կարողանում ճանաչել իր մեջ։ Գուցե, ասաց նա դանդաղ, որովհետև վաղուց ինչ-որ մեկը նման մի բան արեց ինձ համար։ Եվ գուցե ժամանակն է վերադարձնելու այն բարությունը, որը ես ստացել եմ։ Հայկը երկար րոպեներ լուր մնաց նրա միտքը տենթագին աշխատում էր մշակելով այդ անսպասելի իրավիճակի բոլոր հետանքները։ Անի խոցելիության մեջ կար մի բան, որը դիպչում էր նրա հոգու զգայուն լարին արթնացնելով հիշողություններ զգացմունքներ, որոնք նա միտումնավոր ճնշել էր տասնամյակների ընթացքում իր կարիերայի հանրային կերպարի կառուցման ժամանակ։ Գորգ, ասաց նա վերջապես շրջվելով դեպի երիտասարդ սոցիալական աշխատողը։ Ինձ մի քանի օր է պետք այս իրավիճակը ավելի լավ հասկանալու համար, նախքան որևէ որոշում կայացնելը։ Գորգը զարմացած թարթեց աչքերը։ Մի քանի օր։ Պարոն, ես պետք է մինչ վաղը առավոտյան զեկուցեմ Անիի գտնվելու վայրի մասին իմ վերադասներին։ Նրանք արդեն մտահոգված են իմ անհետացմամբ։ Եվ դու կզեկուցես, հանգիստ պատասխանեց Հայկը։ Ասա նրանց, որ Անին ապահով է ժամանակավորապես գտնվում է պատասխանատու ընտանիքի հոգացության տակ, մինչ փաստաթղթերը վերաձագերբվեն։ Ես նախ պետք է որոշ բաներ ստուգեմ։ Ինչպիսի բաներ, հարցրեց Գորգը ակնհայտորեն շփոթված։ Հայկը տատանվեց։ Ճշմարտությունն այն էր, որ ինքն էլ վստահ չէր, թե ինչ էր փնտրում։ Նրա կրծքում աջող անհանգստություն կար, մի զգացողություն, որ Անիի հետ այդ հանդիպումը ավելին էր, քան պարզ պատահականություն։ Նրա խոսքերը բարության մասին Վարդուհու պատմած պատմությունները արթնացրել էին ինչ-որ խորը բան նրա հիշողության մեջ իր սեփական անցյալի բեգորները, որոնք նա փորձել էր մոռանալ։ Անձնական հարցեր, պատասխանեց նա անորոշ։ Մարիամը ձեզ երկուսիդ համար կացարան կապահովի հյուրանոցում հաջորդ մի քանի օրերի համար։ Ուզում եմ, որ մոտ մնաք, մինչ ես լուծեմ որոշ հարցեր։ Մարիամը, ով լուր հետում էր ողջ զրույցին, անմիջապես գլխով արեց։ Ես կկազմակերպեմ երկու սենյակ նույն հարկում, պարոն Հայկ։ Գորգը թվում էր տատանվում էր թեթության մտահոգության միջ։ Պարոն Վարդանյան, ես խորապես շնորհակալ եմ ձեր մեծահոգության համար, բայց չեմ կարող սա ընդունել առանց Անիի նկատմամբ ձեր մտադրությունները հասկանալու։ Իմ մտադրությունն է երաշխավորել, որ նա ապահով լինի լավ խնամվի, հաստատակամ պատասխանեց Հայկը։ Առայժմ սա պետք է բավարար լինի։ Հաջորդ առավոտ Հայկը չեղարկեց իր օրակարգի բոլոր հանդիպումները, անտեսելով Անահիտի վրդովված բողոքները կարոր ժողովների պայմանագրերի մասին, որոնք իր ուշադրության կարիքն ունեին։ Նա գիշերվա ընթացքում որոշում էր կայացրել, մի որոշում, որը գիտեր, որ ամեն ինչ կփոխի։ Նա պետք է այցելեր մի վայր, որը երդվել էր այլս երբեք չտեսնել։ Նարեկ մանկատունը գտնվում էր Երանի ծայրամասում մոտ 2 ժամ տողությամբ ճանապարհ, որն անցնում էր գնալով ավելի պարզ թաղամասերով, մինչ հասնում էր մի շրջանի, որը թվում էր, թե առաջընթացը մոռացել էր։ Հայկն անձամբ էր վարում մեքենան, մի բան, որ նա հազվադեպ էր անում նախընտրելով ձեռքերը զբաղված պահել ղեկով, մինչդեռ նրա միտքը փորձում էր դասավորել այն բուռն հույզերը, որոնք այդ ճանապարհորդությունը արթնացնում էր։ Անին պնդել էր ուղեկցել իրեն, Հայկը համաձայնել էր առաջնորդվելով մի բնազդով, որը չէր կարող բացատրել։ Գորգը նույնպես ներկա էր նստած հետի նստատեղին աղջկա գողքին, դիտելով, թե ինչպես էր քաղաքային լանդշաֆտը աստիճանաբար վերածվում ավելի գյուղական մաշված պատկերի։ Ինչու ենք այստեղ գալիս, հարցրեց Անին, նրա ձայնը հետաքրքրասեր էր, բայց հարգալից։ Հայկը նայեց հետի հայելուն հանդիպելով նրա շագանակագույն աչքերին, որոնք այնքան նման էին Վարդուհուն։ Որովհետև ես պետք է որոշ բաներ հասկանամ իմ մասին։ Եվ կարծում եմ դու նույնպես կուզենայիր տեսնել այս վայրը։ Նարեկ մանկատունը եղել էր նրա տունը իր կյանքի ամենակարևոր տարիներին 8-ից մինչ 18 տարեկան։ Այստեղ էր նա բացահայտել իր երաժշտական տաղանդը, այստեղ էր ստացել գոյատման ամենադժվար դասերը, այստեղ էր ճանաչել այն մարդկանց, ովքեր կերտել էին այն մարդուն, որն ինքը պիտի դառնար թե լավ, թե վատ իմաստով։ Երբ մեքենան վերջապես կանգ առավ ժանգոտված երկաթե դարպասի առջ, Հայկը զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Շենքը, որը ժամանակին ապաստան էր տվել ավելի քան 50 երեխաների, հիմա թվում էր իր սեփական թախծոց ստվերը։ Պատերի ներկը թափված էր, մի քանի պատուհաններ ջաքած էին կամ տախտակներով ծածկված, իսկ այգին, որը նա հիշում էր խնամված, հիմա մոլախոտերի ու լքվածության մի խճճվածք էր։ Աստված իմ,
մրմնջաց գորգը դուրս գալով մեքենայից դիտելով քայքայված կառույցը։ Այս վայրը լքված է թվում։ Հայկս մի քանի րոպե մնաց նստած խորը շնչելով հուզագանորեն պատրաստվելով այն ամենին, ինչին պատրաստվում էր առերեսվել։ Անին երեխաներին բնորոշ յուրահատուկ բնազդով զգաց նրա դատանումը մեկնեց իր փոքրիկ ձեռքը դիպչելով նրա ուսին։ Ամեն ինչ լավ է, ասաց նա մեղմորեն։ Երբեմն տխուր վայրերը կարող են նորից ուրախ դառնալ։ Նրա խոսքերը, որոնք այդքան պարզ էին մի նույն ժամանակ խորիմաստ, Հայգին տվեցին անհրաժեշտ քաջությունը մեքենայից դուրս գալու համար։ Միասին երեքով մոտեցան գլխավոր մուտքին, որտեղ մի գունաթափված ցուցանակ դեռ ազդարարում էր Նարեկ մանկատուն ապաստան գարիքավոր երեխաների համար։ Գլխավոր դուռը բաց էր, կախված ծխնիներից, որոնք ակնհայտորեն վերանորոգման գարիք ունեին։ Հայկը զգուշությամբ հրեց այն գանչեց։ Ողջույն։ Որե մեկը կա։ Այստեղ։ Ներսից մի ծանոթ ձայն պատասխանեց, որից Հայգի սիրտը մի պահ կանգ առավ։ Խոհանոցում եմ։ Կարող եք ներս գալ, բայց զգույշ եղեք մուտքի թուլացած հատագի հետ։ Հայկն անմիջապես ճանաչեց ձայնը։ Սոնա։ Նրա լավագույն ընկերուհին մանկատան տարիներին, այն մարդը, ով իր համար քրոջ պես էր եղել իր երիտասարդության ամենադժվար պահերին։ Այն մարդը, ում ինքը լքել էր առանց մի բառի, երբ գնացել էր աշխարհը նվաճելու։ Նրանք գտան Սոնային խոհանոցում ապուրի մի մեծ կաթսա խառնելիս մի վառարանի վրա, որն ավելի լավ օրեր էր տեսել։ Նա ձեռացել էր, իհարկե, բայց դեռ պահպանում էր այն գանգուր մազերը, որոնք Հայկը հիշում էր, հիմա արդեն մոխրագույն երանգով, նույն արտահայտիչ կանաչ աչքերը, որոնք միշտ կարողանում էին տեսնել ցանկացած զագանության հետում։ Երբ նա շրջվեց տեսավ Հայգին դրան մոտ կանգնած, նրա դեմքին մի շարք բարդ հույզեր հայտնվեցին զարմանք, ճանաչում, ցավ, վերջապես, մի վերահսկվող սառնություն, որը նա նախկինում երբեք չէր տեսել նրա դեմքին։ Հայկ, ասաց նա պարզապես, նրա ձայնը չեզոք էր։ Ինչպիսի։ Անսպասելի անակնկալ։ Սոնա։ Նա փորձեց ժպտալ, բայց զգաց, որ ժեստը ստացվեց արհեստական։ Դու լավ տեսք ունես։ Ես հոգնած ու ձանրաբեռնված տեսք ունեմ, ինչն էլ հենց կամ, պատասխանեց նա առանց ավելորդությունների վերադառնալով իր ապուրին։ Ինչն է քեզ բերել այստեղ այսքան քանի տարի անց։ 24-ս։ Նրա ձայնի սառնությունը Հայգին հարվածեց ապտագի պես։ Նա սպասում էր, որ վերամիավորումը հուզական կլինի, բայց չէր սպասում այս վերահսկվող թշնամանքին։ Անին գորգը լուր մնացին նրա հետում ակնհայտորեն զգալով օդում տիրող լարվածությունը։ Ես եկել եմ որով հետ։ Պետք է որոշ բաներ հասկանամ, ասաց Հայկը փորձելով գտնել ճիշտ բառերը։ Այս աղջիկը Անին է։ Նա մեկի դուստրն է, ով աշխատել է ինձ համար, հիմա մնալու տեղի կարիք ունի։ Մտածեցի, որ գուցե ինչ։ Սոնան շրջվեց նորից նրան նայելու համար։ Որ 2 տասնամյակ տաց լիակատար լռությունից հետո, դու կարող էիր պարզապես հայտնվել այստեղ խնդրանքներ անել։ Սոնա, ամեն ինչ այնպես չէ, ինչպես։ Ինչպես չէ, Հայկ։ Նրա ձայնը սկսեց մի փոքր բարձրանալ։ Դու անհետացար մեր կյանքից այնպես, ասես մենք երբեք գոյություն չենք ունեցել։ Երբ ստացար քո առաջին պայմանագիրը, երբ սկսեցիր հայտնվել հեռուստացույցով, երբ դարձար հայտնի ու հարուստ, ոչ մի անգամ դու չհիշեցիր մեզ այստեղ։ Հայկը ցավոտ սեղմում զգաց կրծքում։ Նրա յուրաքանչյուր բառը ճիշտ էր, յուրաքանչյուր մեղադրանքը արժանի։ Սոնա, ես կարող եմ բացատրել։ Կարող ես։ Այդ դեպքում բացատրիր այն 15 երեխաներին, ովքեր դեռ այստեղ են, որոնցից ոմանք քեզ ճանաչել են, երբ փոքր էին։ Բացատրիր ինձ, թե ինչու եմ ես շարունակում աշխատել այս վայրում առանց աշխատավարձի արդեն 3 տարի, որովհետև մենք փող չունենք աշխատողներին վճարելու համար։ Բացատրիր, թե ինչու մենք երբեք նույնիսկ մի լումա չենք ստացել քո նվիրատվություններից, մինչ դու միլիոնատեր կայսրություն ես կառուցում։ Հաջորդած լռությունը կտրող էր։ Գորգը անհարմար հազաց, իսկ Անին ավելի մոտեցավ Հայգին, ասես զգալով, որ նա աջակցության կարիք ունի։ Սոնան առաջին անգամ նայեց աղջկան, նրա հայացքը մի փոքր մեղմացավ։ Ներիր, սիրելիս, ասաց նա Անին։ Չէի ուզում, որ դու սա լսեիր։ Դու մեղավոր չես մեծահասակների բարդությունների համար։ Անին նայեց Հայգին, հետո Սոնային վերջապես ասաց. Մայրս միշտ ասում էր, որ լավ մարդիկ երբեմն վատ բաներ են անում, բայց դա նրանց վատ մարդ չի դարձնում։ Նա ասում էր, որ երբեմն նրանց պարզապես հնարավորություն է պետք իրերը ուղղելու համար։ Անիի պարզ խոսքերը լարվածության մեջ դադար ստեղծեցին։ Սոնան ուշադիր զննեց աղջկա դեմքը, Հայկը տեսավ, թե ինչպես է նրա հայացքը փոխվում դառնալով ակամա հետաքրքրասեր։ Ինչպես է մորթ անունը, սիրելիս, հարցրեց Սոնան մեղմորեն։ Վարդուհի։ Նա դնային տնտեսուհի էր, միշտ խոսում էր բարության մասին, պատասխանեց Անին։ Սոնան նայեց Հայգին մի փոքր այլ հայացքով։ Վարդուհի, այդ անունը ինձ ծանոթ է թվում։ Հայկն օգտվեց առիթից։
Սոնա, ես գիտեմ, որ դու լիակատար իրավունք ունես ինձ ատելու։ Գիտեմ, որ արժանի չեմ քո ժամանակի նույնիսկ 5 րոպեին։ Բայց այս երեխան օգնության գարիք ունի, այս վայրը, նա ձեռքով ցույց տվեց քայքայված խոհանոցը, այս վայրը նույնպես օգնության գարիք ունի։ Օ, հիմա։ Նկատեցիր։ Սոնան խաչեց ձեռքերը։ Այն բանից հետո, երբ քո շքեղ մեքենան անցավ կոտրված դարպասով տեսար ջաքած պատուհանները։ Այո, պատասխանեց Հայկը անգեղծորեն։ Եվ ես ուզում եմ օգնել։ Ուզում եմ ուղղել այն ամենը, ինչ պետք է վաղուց ուղղած լինեի։ Սոնան երկար ժամանակ զննեց նրա դեմքը, Հայկը տեսավ նրա կանաչ աչքերի հետում ընթացող ներքին պայքարը։ Վերջապես նա խորը շունչ քաշեց։ Նստեք, ասաց նա ցույց տալով մաշված փայտե սեղանը։ Ես ձեզ համար ապուր կլցնեմ, իսկ հետո դու ինձ հստակ կպատմես, թե ինչ է այստեղ կատարվում։ Եվ Հայկ, նա ուղիղ նայեց նրա աչքերին, այս անգամ դու ինձ ճշմարտություն ես պատմելու։ Մինչ Սոնան լցնում էր պարզ, բայց համեղ ապուրի ամանները, Հայկը սկսեց պատմել վերջին օրերի իրադարձությունները։ Պատմեց մրցանակաբաշխության մասին, Անի հուսահատության մասին, երբ նա փնտրում էր իր պաշտպանությունը, Վարդուհու հետ կապի բացահայտման մասին, այն տարօրինակ զգացողության մասին, որն ապրել էր այդ պահից ի վեր մի զգացողություն, որ իր կատարյալ կառուցված կյանքը ինչ-որ կերպ թերի էր։ Անին լրացրեց պատմությունը Վարդուհու մասին իր հիշողություններով, այն պատմություններով, որոնք մայրը պատմում էր բարի մարդու մասին, ով իրեն լավ էր վերաբերվում, այն մասին, թե ինչպես էր ինքը բնազդաբար զգացել, որ կարող է վստահել Հայկին, երբ տեսել էր նրան հեռուստացույցով։ Գորգն իր հերթին բացատրեց իրավիճակը որպես սկսնակ սոցիալական աշխատող իր անգեղծ մտահոգությունը Անի բարեկեցության համար ազնվորեն ընդունելով իր սխալները երեխայի համար ճիշտը անելու իր վճռականությունը։ Սոնան լուր լսեց ողջ պատմությունը, երբեմն հարցեր տալով մանրամասները պարզելու համար։ Երբ նրանք ավարտեցին, նա մի քանի րոպե լուր մնաց մարսելով լսածը։ Ուրեմն դու ասում ես, ասաց նա վերջապես, որ 24 տարի առանց որե գապի անցնելուց հետո դու հայտնվում ես այստեղ, որովհետեւ մի որբ երեխա արթնացրել է քո խիղճը։ Հայկը տատանվեց պատասխանելուց առաջ։ Միայն դա չէ, Սոնա։ Տեսնելով Անին, տեսնելով նրա վիճակը, դա ինձ հիշեցրեց, թե ինչ էր նշանակում լինել մենակ, առանց ընտանիքի, կախված լինել անծանոթների բարությունից։ Դա ինձ հիշեցրեց, որ մի ժամանակ ես էլ էի այդ երեխան։ Եվ դու մոռացել էիր, հարցրեց Սոնան, նրա ձայնը դեռ սառն էր, բայց պակաս թշնամական։ Ես թաղել էի այդ հիշողությունները, խոստովանեց Հայկը ցավով։ Երբ սկսեցի հաջողության հասնել, երբ ձայնագրման ստուդիաները սկսեցին հետաքրքրվել ինձնով, նրանք ինձ ասացին, որ իմ անձնական պատմությունը պետք է ստվի, որ բլինելը ձայնապնակներ չի վաճառում, ասացին նրանք։ Այսպիսով, նրանք ինձ համար նոր կենսագրություն ստեղծեցին։ Միջին խավի ընտանիք, արտոնյալ կրթություն, վաղ երաժշտական բացահայտում։ Եվ դու ընդունեցիր դա։ Սոնայի ձայնի մեջ անհավատություն կար։ Ես երիտասարդ էի, հավակնոտ հուսահատորեն ուզում էի փախչել աղքատությունից, պատասխանեց Հայկը անգեղծորեն։ Մտածեցի, որ դա ժամանակավոր կլինի, որ հաստատվելուց հետո կկարողանամ ճշմարտությունը պատմել։ Բայց որքան շատ ժամանակ էր անցնում, այնքան ավելի դժվար էր դառնում հետ դառնալը։ Սուտը դարձավ իմ իրականությունը։ Սոնան նորից լրեց դիտելով Անին, ով ավարտել էր ապուրը հիմա մանկական հետաքրքրասիրությամբ ուսումնասիրում էր խոհանոցը։ Վերջապես նա խորը շունչ քաշեց։ Այս վայրը փակվելու է ամսվա վերջին, ասաց նա հանկարծակի։ Մենք այլս գումար չունենք պահպանման համար, չենք ստանում բավարար նվիրատվություններ, քաղաքապետարանը ճնշում է գործադրում, որ երեխաները տեղափոխվեն մարզի այլ կացարաններ։ Այդ հայտարարությունը Հայգին հարվածեց որովայնին հասցրած հարվածի պես։ Նարեկը փակվում է։ Այն վայրը, որը եղել էր իր տունը, որը գերտել էր այդքան երեխաների տարիների ընթացքում։ Քանի երեխա կա դեռ այստեղ, հարցրեց նա։ 15, 6-ից մինչ 17 տարեկան։ Ոմանք մեզ հետ են արդեն տարիներ շարունակ, մյուսները նոր են եկել։ Սոնան տխրությամբ նայեց խոհանոցին։ Ես միակ աշխատողն եմ, որ մնացել է։ Աշխատում եմ անվճար, որովհետ գնալու տեղ չունեմ, որովհետ չեմ կարող լքել այս երեխաներին։ Հայկը զգաց, թե ինչպես է իր մտքում մի որոշում ձևավորվում, մի որոշում, որը նա գիտեր, որ ամեն ինչ կփոխի։ Նա նայեց այդ խոհանոցին, որտեղ երիտասարդ տարիներին գիսել էր այնքան պարզ ուտելիքներ, որտեղ սովորել էր համերաշխության ընկերության դասեր, որոնք ոչ մի բիզնես դպրոց չէր կարող սովորեցնել։ Թափված պատերը պատմում էին երեխաների սերունդների պատմությունները, ովքեր անցել էին այստեղով յուրաքանչյուրն իր երազանքներով ու վախերով։ Քանի երեխա կա դեռ այստեղ, հարցրեց նա նորից, նրա ձայնն ավելի մեղմ էր։ 15, 6-ից մինչ 17 տարեկան։ Ոմանք մեզ հետ են տարիներ շարունակ, մյուսները նոր են եկել, կրկնեց Սոնան ուշադիր դիտելով նրան։ Տիգրանը 17 տարեկան է, պատրաստվում է ավարտել դպրոցը, բայց գնալու տեղ չունի դրանից հետո։
Լիլիթը եկել է ընդամենը 3 ամիս առաջ, 6 տարեկան է, դեռ հարմարվում է։ Յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, իր վերքերը, որոնք պետք է հաղթահարի։ Հայկը փակեց աչքերը պատկերացնելով այն անորոշ ապագան, որը սպասում էր այդ երեխաներին, եթե մանկատունը իսկապես փակվեր։ Նա իր սեփական փորձից գիտեր, թե որքան գործանարար էր մի վայրից մյուսը տեղափոխվելը միշտ ժամանակավոր, միշտ անորոշ։ Այն գայունությունը, որն ապահովում էր Նարեգը, ավելի թանկ էր, քան ցանկացած քանակությամբ գումար։ Սոնա, ասաց նա, նրա ձայնը լի էր այն հույզով, որը նա ջնշել էր տասնամյակներ շարունակ, իսկ եթե ես ասեմ, որ ուզում եմ ավելին անել, քան պարզապես փակումը կանխելը։ Իսկ եթե ես ուզենամ այս վայրը վերածել այն բանին, ինչ այն միշտ պետք է լիներ ոչ միայն ապաստան, այլ իսկական տուն։ Անին, ով լուր լսում էր զրույցը, մոտեցավ Հայգին բռնեց նրա ձեռքը։ Դու կարող ես դա անել, հարցրեց նա, նրա շագանակագույն աչքերը փայլում էին հույսով։ Կարող եմ, պատասխանեց Հայկը զարմանալով իր սեփական համոզմունքի հաստատակամությունից։ Եվ կանեմ։ Գորգը հետում էր այդ խոսակցությանը աջող հիացմունքով։ Հայկի կերպարանափոխության մեջ կար մի բան, որը նրան խորապես հուզեց այն ձը, որով հաջողակ գործարարը մերկանում էր իր պաշտպանական շերտերից բացահայտելու համար այն խոցելի գարեգից մարդուն, ով գոյություն ուներ խնամքով կառուցված հանրային պատկերի տակ։ Հայկը մի քանի վայրկյան լուր մնաց դիտելով Անին, ով հիմա խաղում էր խոհանոցի անկյունում գտած մի քանի հին խաղալիքներով։ Այն բնականությունը, որով նա հարմարվում էր այդ միջավայրին, այն ձը, որով նա անմիջապես իրեն տանն էր զգացել այդ քայքայված վայրում, խորապես արձագանքում էր նրա սրտում։ Սոնա, ասաց նա վերջապես, նրա ձայնը լի էր վճռականությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն, իսկ եթե ես ասեմ, որ ուզում եմ թույլ չտալ, որ սա տեղի ունենա։ Նա թերահավատորեն նայեց նրան։ Հայկ, այս վայրը վերանորոգելը մի կարողություն կարժենա։ Մենք խոսում ենք կառուցվածքային խնդիրների, ամբողջովին հնացած էլեկտրական համակարգի, խողովակաշարերի մասին, որոնք պետք է փոխվեն, ել չեմ ասում ամեն ինչ նորից կահավորելու անհրաժեշտության մասին։ Որքան, հարցրեց Հայկը ուղղակիորեն։ Որքան ինչ։ Որքան կարժենա այս վայրը ամբողջությամբ վերանորոգելը։ Այն ոչ միայն ֆունկցիոնալ, այլ ժամանակակից, հարմարավետ դարձնելը, մի վայր, որտեղ երեխաները կարող են իսկապես բարգավաճել։ Սոնան զարմացած թարթեց աչքերը։ Հայկ, դու լուրջ չես կարող լինել։ Կյանքումս երբեք այսքան լուրջ չեմ եղել, պատասխանեց նա վեր գնալով սեղանից։ Որքանը։ Գորգը, ով ողջ զրույցի ընթացքում լուր էր մնացել, առաջ թեքվեց։ Պարոն Հայկ, եթե թույլ տաք միջամտել, ես համալսարանում աշխատել եմ սոցիալական նախագծերի բյուջեների հետ։ Այս չափի նախագիծը մենք խոսում ենք առնվազն 2 միլիոնի մասին, գուցե 3-ի, կախված նրանից, թե ինչ մակարդակի վերանորոգումներ ենք ուզում իրականացնել։ Հայկը գլխով արեց, ասես այդ գումարը աննշան լիներ։ 2 կամ 3 միլիոնը ոչինչ են։ Ես ավելի շատ եմ ծախսում 1 գովազդային արշավի վրա։ Նա շրջվեց դեպի Սոնան։ Հարցն այն է դու թույլ կտաս ինձ դա անել։ Ինչո՞ւ, հարցրեց Սոնան, նրա ձայնը դեռ կասկածամիտ էր։ Ինչո՞ւ հիմա։ Ինչո՞ւ այսքան տարի անց։ Հայկը նորից նայեց Անին, ով հիմա Գորգին էր ցույց տալիս իր գտած մի հեքիաթների գիրք։ Այդ տեսարանի անմեղության մեջ, այն ձի մեջ, որով նրանք երկուսը բնականորեն շփվում էին, կար մի բան, որը դիպչում էր նրա հոգու զգայուն լարին։ Որովհետ, ասաց նա դանդաղ, գուցե ժամանակն է դադարել փախչել նրանից, թե ով եմ ես իրականում։ Գուցե ժամանակն է հարգել այն մարդկանց, ովքեր ինձ կերտել են, փոխանակ ծածնելու, թե նրանք երբեք գոյություն չեն ունեցել։ Սոնան երկար ժամանակ զննեց նրա դեմքը փնտրելով անգեղծության կամ մանիպուլյացիայի նշաններ։ Իսկ քո հարսնացոուն, քո ձայնագրման ստուդիան, քո ամբողջ կատարյալ կառուցված կյանքը։ Դու պատրաստ ես այդ ամենը վտանգել։ Հարցը դիպավ Հայգին։ Անահիտը նախորդ գիշեր հստակ հասկացրել էր, որ այդ ամբողջ դրվագը համարում է դատողության սխալ, որը կարող է վնասել իրենց հանրային հեղինակությանը։ Նա առաջարկել էր արագ լուծել Անիի հարցը շարունակել իրենց մասնագիտական ու անձնական ծրագրերը։ Չգիտեմ, անգեղծորեն խոստովանեց Հայկը, բայց գիտեմ, որ չեմ կարող պարզապես թիգունք դարձնել սրան ծածնել, թե ոչինչ չի եղել։ Անին մոտեցավ սեղանին ձեռքին պահելով իր գտած գիրքը։ Այս գրքում պատմություններ կան ընտանիքների մասին, ովքեր գտնում են իրար, երբ ամենակիչն են սպասում, ասաց նա ցույց տալով գունավոր նկարազարդումները։ Մայրս միշտ ասում էր, որ լավագույն ընտանիքները նրանք չեն, որտեղ մենք ծնվում ենք, այլ նրանք, որոնց մենք ընտրում ենք։ Նրա խոսքերը ստեղծեցին խորհրդածության մի պահ։ Գորգը ժպտաց նրան ասաց. Մայրդ շատ իմաստուն մարդ է թվացել, Անի։ Այդպես էլ գար, պատասխանեց Անին, հետո նայեց Հայգին։ Նա միշտ ասում էր, որ դուք հատուկ մարդ եք, որ ունեք բարի սիրտ, նույնիսկ երբ այն թաքնված է։ Հայկը զգաց, թե ինչպես է ուժգին հույզը բարձրանում իր կրծքում։ Անի, էլ ինչ էր մայրդ ասում իմ մասին։
որ դուք ունեք տխուր աչքեր, նույնիսկ երբ ժպտում եք, եւ որ մի օր դուք կհիշեք, որ պետք չէ միայնակ լինել։ Անին թեքեց գլուխը ուսումնասիրելով Հայգի դեմքը։ Ձեր աչքերը դեռ տխուր են։ Այդ մանկական դիտարկումը, այդքան ուղղակի մի նույն ժամանակ խորիմաստ, Հայգին հարվածեց կայծակի պես։ Նա հանկարծակի վեր կացավ, քայլեց դեպի խոհանոցի պատուհանը, նայելով լքված բագին, որտեղ ժամանակին ինքը խաղացել էր մյուս երեխաների հետ, որտեղ երազել էր ավելի լավ ապագայի մասին։ Լավ, ասաց Սոնան վերջապես, նրա ձայնն ավելի մեղմ էր։ Եթե դու իսկապես ուզում ես դա անել, եթե իսկապես ուզում ես վերանորոգել այս վայրը, ես ընդունում եմ քո օգնությունը։ Բայց մի պայմանով։ Հայկը շրջվեց նրա կողմ։ Ինչ պայման։ Դու սա չես անում հերվից չեգեր գրելով պատասխանատվությունը ուրիշներին հանձնելով։ Եթե ուզում ես օգնել, ուզում ես իսկապես սրա մի մասը լինել, ապա մնա այստեղ վերանորոգման ընթացքում։ Մասնակցիր գործընթացին։ Ճանաչիր այն երեխաներին, ովքեր դեռ այստեղ են։ Նորից կապվիր այն մարդու հետ, ով դու էիր նախքան հայտնի Հայկ Վարդանյան դառնալը։ Առաջարկը սարսափեցնող էր։ Դա կնշանակեր չեղարկել հանդիպումներ, հետաձգել նախագծեր, արերեսվել Անահիտի իր ողջ թիմի հետ առաջնահերթությունների շուրջ։ Բայց երբ Հայկը նայեց այդ քայքայված խոհանոցին, երբ տեսավ Անին բնականորեն խաղալիս այդ միջավայրում, երբ հանդիպեց Գորկի հուսադրող հայացքին, նա հասկացավ, որ այլ ընտրություն չունի։ Որոշումը, որը նա պատրաստվում էր կայացնել, ներկայացնում էր շատ ավելին, քան պարզապես բարեգործական նախագիծ։ Դա վերադարձ էր իր արմատներին, ընդունում այն բանի, որ նա տասնամյակներ էր անցկացրել փախչելով իր սեփական պատմությունից։ Բոլոր այն արդարացումները, որ նա ստեղծել էր տարիների ընթացքում արտրային անհրաժեշտության, անձնական վերափոխման, անցյալը հետում թողնելու մասին, հանկարծ դատարկ արհեստական թվացին։ Հայկը մտածեց այն բոլոր համերգների մասին, որոնք չեղարկել էր իր կարիերայի ընթացքում արտրային կամ օրակարգային պատճառներով, այն բոլոր հնարավորությունների մասին, որոնք գերադասել էր հիմնվելով միայն շահույթի տեսանելիության վրա։ Բայց սա առաջին անգամն էր, որ նա զգում էր, որ չեղարկում էր ինչ-որ իսկապես կարևոր բան, ինչ-որ իսկապես իմաստալից բան անելու համար։ Ընդունում եմ, ասաց նա, նրա ձայնը լի էր վճռականությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Բայց ինձ մի քանի օր է պետք իմ օրակարգը կազմակերպելու որոշ անձնական հարցեր լուծելու համար։ Սոնան գլխով արեց, բայց Հայկը տեսավ, թե ինչպես են նրա գանաչ աչքերում արցունքներ հայտնվում։ Հայկ, ասաց նա մեղմորեն, դու վստահ ես։ Որովհետև եթե մենք սկսենք սա, դու գես ճանապարհին մտափոխվես, դա միայն ինձ համար չի լինի հիասթափություն։ Դա կլինի 15 երեխաների համար, ում հույսերը կփշրվեն։ Այն պատասխանատվությունը, որը նա ստանձնում էր, հարվածեց Հայգին ողջ ուժով։ Դա միայն շենք վերանորոգելու կամ գումար նվիրաբերելու մասին չէր։ Դա խոցելի երեխաներին, Սոնային ինքն իրեն խոստում տալու մասին էր։ Դա վերջապես այն երեխային հարգելու մասին էր, որն ինքն էր եղել, այն մարդկանց, ովքեր օգնել էին իրեն դառնալ այն, ինչ կա։ Բացարձակապես վստահ եմ, պատասխանեց նա վերցնելով Սոնայի ձեռքերը իր ձեռքերի մեջ։ Եվ այս անգամ խոստանում եմ, որ չեմ անհետանա։ Հաջորդ օրերին Հայկը գլխովին ընկղմվեց վերանորոգման նախագծի կազմակերպման մեջ։ Նա վարձեց Երանի լավագույն ջարդարապետներին կապալառուներին, չեղարկեց միջազգային շրջագայությունը, որը պլանավորված էր հաջորդ ամիսների համար, սկսեց վերաբաշխել պատասխանատվությունները իր ձայնագրման ստուդիայում։ Անահիտը լավ չարձագանքեց փոփոխություններին։ Իր գրասենյակում տեղի ունեցած հատկապես լարված քննարկման ժամանակ, նա ուղղակիորեն արերեսվեց նրա հետ իր առաջնահերթությունների շուրջ։ Հայկ, դու քո կարիերան դեն ես նետում մի երեխայի պատճառով, ում նույնիսկ չես ճանաչում, ասաց նա ձեռքերով հարվածելով մահագոնի փայտից սեղանին։ Մանկատան այս նախագիծը միլիոններ կարժենա, ոչ մի ֆինանսական եկամուտ չի բերի։ Կյանքում ամեն ինչ չէ, որ պետք է ֆինանսական եկամուտ բերի, Անահիտ, հանգիստ պատասխանեց Հայկը։ Հեշտ է դա ասել, երբ արդեն միլիոններ ունես բանկում, հակադարձեց նա։ Բայց մտածիր ընկերության հեղինակության մասին։ Մտածիր այն պայմանագրերի մասին, որոնք դեռ սպասում են։ Մտածիր մեր համատեղ ապագայի մասին։ Հենց դրա մասին էլ մտածում եմ, ասաց Հայկը վեր գնալով աթոռից։ Այն մասին, թե ինչպիսի ապագա ենք ուզում կառուցել։ Այն մասին, թե ինչպիսի մարդ եմ ուզում լինել։ Դու ուզում ես լինել ձախողված գործարար, ով իր կարողությունը ծախսեց սենտիմենտալության վրա։ Անահիտի ձայնը գնալով ավելի սուր էր դառնում։ Ավելի լավ է այդպես, քան լինել հաջողակ գործարար առանց հոգու, պատասխանեց Հայկը զարմացնելով ինքն իրեն իր համոզմունքի հաստատակամությամբ։ Մինչդեռ հյուրանոցում, որտեղ մնում էին Անին ու Գորկը, հետաքրքիր դինամիկա էր զարգանում։ Գորկը դարձել էր հոգատար համբերատար ուղեկից Անիի համար, միշտ պատրաստ լսելու նրա պատմությունները Վարդուհու մասին, օգնելու նրան հաղթահարել կորստի ցավը։ Հայկը սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ սկզբում մանկատան հետ կապված գործնական հարցեր քննարկելու համար։
բայց աստիճանաբար ներգրավվելով ավելի անձնական զրույցների սովորական զբաղմունքների մեջ։ Գորկի ներկայության մեջ կար մի բան, որը նրան հանգստացնում էր մի անգեղծություն բարձություն, որը լիովին հակադրվում էր այն արհեստական աշխարհին, որտեղ նա ապրել էր վերջին տարիներին։ Մի օր կեսօրին, երբ նրանք երեքով քայլում էին հյուրանոցի այգիներում, իսկ Անին վազում էր արձից աղավնիներին հետապնդելով, Հայկն ու Գորկը հայտնվեցին կողք կողքի քայլելով հարմարավետ լռության մեջ։ «Կարող եմ քեզ մի բան հարցնել», ասաց Հայկը վերջապես։ «Իհարկե», պատասխանեց Գորկը նյարդայնացած ուղղելով ակնոցը։ «Ինչո՞ւ ընտրեցիր աշխատել երեխաների հետ»։ «Սոցիալական աշխատանքի ոլորտում»։ Գորկը ամաչկոտ ժպտաց։ «Որովհետև ես էլ մի ժամանակ այդ երեխաներից մեկն էի։ Ոչ թե հենց որբ ինչպես Անին, բայց իմ ընտանիքը շատ դժվար պահեր է ապրել, երբ ես փոքր էի։ Մի ժամանակաշրջան կար, երբ մենք չգիտեինք, թե որտեղ ենք ապրելու, ինչ ենք ուտելու հաջորդ օրը»։ Հայկը նայեց նրան նոր հետաքրքրությամբ։ «Եվ ինչ-որ մեկը օգնեց քեզ»։ «Մի սոցիալական աշխատող։ Մի կին, ով անդադար աշխատեց մեր ընտանիքի համար միջոցներ գտնելու համար, ով մեզ կապեց օգնության ծրագրերի հետ, ով մեզ հույս տվեց, երբ մենք այլս ոչինչ չունեինք»։ Գորկը դադար տվեց դիտելով Անիին, ով հիմա փորձում էր կերակրել աղավնիներին նախաճաշից պահած փշուրներով։ Երբ մեծացա, հասկացա, որ ուզում եմ վերադարձնել այդ բարությունը։ Այդ բառը արձագանքեց Հայկի մտքում։ Բարություն։ Նույն բառը, որը Անին միշտ օգտագործում էր մոր մասին խոսելիս, նույնը, որը Վարդուհին, ըստ երույթին, օգտագործել էր իրեն նկարագրելու համար։ «Գորկ», ասաց Հայկը իմպուլսիվ կերպով, «կցանկանայիր աշխատել մանկատան նախագծի վրա։ Ոչ միայն որպես Անի սոցիալական աշխատող, այլ որպես երեխաների հետ տարվող աշխատանքների ընդհանուր համակարգող»։ Գորկը կանգ առավ ակնհայտորեն զարմացած։ «Հայկ, ես հազիվ թե փորձ ունեմ։ Սա բառացիորեն իմ առաջին գործն է որպես սոցիալական աշխատող։ Բայց դու ունես մի բան, որը փորձը չի սովորեցնում», պատասխանեց Հայկը։ «Դու հասկանում ես, թե ինչի միջով են անցնում այս երեխաները, որովհետև ինքդ ես անցել դրա միջով։ Եվ դու անգեղծորեն հոգ ես տանում նրանց բարեկեցության համար, ոչ թե միայն արձանագրությունների թղթաբանության»։ Գորկը մի քանի վայրկյան լուռ մնաց մշակելով առաջարկը։ «Դա հիանալի հնարավորություն կլիներ», ասաց նա վերջապես։ «Բայց իմ ներկայիս աշխատանքը։ Իսկ մյուս գործերը, որոնք ինձ հանձնարարված են։ Ես կխոսեմ քո վերադասների հետ։ Վստահ եմ, որ կարող ենք համաձայնության գալ»։ Հայկը ժպտաց։ «Բացի այդ, ես կարող եմ շատ ավելի լավ աշխատավարձ վճարել, քան պետությունը»։ Այդ գիշեր Հայկը մենակ վերադարձավ մանկատուն։ Նա ուզում էր քայլել դատարկ միջանցքներով, նորից տեսնել այն սենյակները, որտեղ քնել էր, այն սենյակը, որտեղ առաջին անգամ սովորել էր կիթառ նվագել։ Սոնան գրադարանում էր դասավորելով վերջերս ստացված նվիրաբերված գրքերը։ «Ինչպես են ընթանում նախապատրաստական աշխատանքները», հարցրեց նա առանց գրքերից հայացքը կտրելու։ «Լավ։ Ճարտարապետները վաղը կներկայացնեն առաջին նախագծերը։ Աշխատանքները պետք է սկսվեն հաջորդ շաբաթ»։ Հայկը նստեց փոքրիկ աթոռներից մեկին, որը ակնհայտորեն երեխաների համար էր։ «Սոնա, պետք է քեզ մի բան հարցնեմ»։ «Համեցիր։ Դու ինձ ներողում ես։ Անհետանալու համար, ձեզ մոռանալու համար, վերադառնալու համար այսքան տարիներ պահանջելու համար»։ Սոնան վերջապես բարձրացրեց հայացքը զննելով նրա դեմքը։ «Հայկ, ես բարկացած էի։ Շատ վիրավորված։ Տարիներ շարունակ, ամեն անգամ, երբ քեզ տեսնում էի հեռուստացույցով կամ կարդում էի քո հաջողությունների մասին, ցավ էի զգում կրծքումս։ Ցավում եմ, Սոնա։ Իսկապես ցավում եմ։ Բայց հետելով քեզ Անիի հետ, տեսնելով, թե ինչպես ես այս ամենին մոտենում»։ Նա դադար տվեց։ «Կարծում եմ հասկանում եմ, որ դու պետք է հեռանայիր այստեղից, որպեսզի դառնայիր այն, ինչ կաս։ Գուցե պետք էր մոռանալ դրսում գոյատելու համար։ Բայց ձեզ մոռանալը սխալ էր։ Սխալ էր։ Բայց հիմա վերադառնալը նույնպես ընտրություն է։ Եվ դա լավ ընտրություն է»։ Սոնան ժպտաց առաջին անգամ այն պահից, երբ նա եկել էր։ «Բացի այդ, Անին ճիշտ է։ Քո աչքերը հիմա ավելի քիչ տխուր են»։ Հայկը պատասխան ժպտաց։ «Նա հատուկ երեխա է, այնպես չէ»։ «Շատ։ Եվ այդ Գորկը նույնպես լավ մարդ է թվում»։ «Այո։ Նրա մեջ կա մի բան, որը չգիտեմ ինչպես բացատրել։ Նա ստիպում է ինձ ուզենալ ավելի լավ մարդ դառնալ»։ Սոնան բարձրացրեց հոնքերը։ «Հետաքրքիր է։ Իսկ քո հարսնացոուն»։ Հայկը խորը շունչ քաշեց։ «Անահիտն ու ես։ Կարծում եմ մենք կյանքից շատ տարբեր բաներ ենք ուզում։ Իսկ Անինը։ Ինչ է լինելու նրա հետ, երբ այս ամենը ավարտվի»։ Հայկը խուսափում էր այդ հարցից, բայց գիտեր, որ պետք է շուտով առերեսվի դրան։ «Դեռ չգիտեմ։ Բայց գիտեմ, որ չեմ կարող պարզապես նրան հանձնել համակարգին առաջ գնալ։
Նա հիմա ինձ համար կարևոր նշանակություն ունի։ Ինչ նշանակություն։ Հայկը խնամքով մտածեց պատասխանելուց առաջ։ Նա նշանակում է երկրորդ հնարավորություն։ Նրա համար ինձ համար։ Հաջորդ շաբաթները լիակատար փոփոխություն բերեցին թե Նարեկ մանկատան, թե Հայգի կյանքի համար։ Վերանորոգման աշխատանքները սկսվել էին ավելի քան 20 աշխատողների թիմով, մուրճերի, սղոցների ու հորատիչների ձայնը արձագանքում էր միջանցքներում ողջ օրվա ընթացքում։ Հայկը տարածքում մի տնակ էր տեղադրել որպես ժամանակավոր գրասենյակ ծառայելու համար, որտեղից նա համակարգում էր ոչ միայն վերանորոգումը, այլ հեռակա կարգով վերակազմակերպում էր իր մասնագիտական կյանքը։ Անին հիանալիորեն հարմարվել էր մանկատան առօրյային խաղալով մյուս երեխաների հետ օգնելով Սոնային ամենօրյա գործերում։ Նրա ներկայությունը նոր էներգիա էր բերել այդ վայրին, ավելի մեծ երեխաները բնականորեն ստանձնել էին պաշտպանող եղբայրների ու քույրերի դերը սովորեցնելով նրան համայնքային կյանքի ավանդույթներն ու չգրված կանոնները։ Գորգն իր հերթին ընդունել էր Հայգի հրավերը դարձել կրթական ու ժամանցային միջոցառումների պաշտոնական համակարգողը։ Նրա սոցիալական աշխատանքի կրթությունը համակցված նրա գարեգից համբերատար բնույթի հետ, նրան անմիջական հաջողություն էր բերել երեխաների շրջանում։ Նա առավոտյան կազմակերպում էր կրթական խաղեր, կեսօրին ընթերցանության ժամեր, իսկ երեկոյան զրույցի շրջաններ, որտեղ երեխաները կարող էին խոսել իրենց զգացմունքների փորձառությունների մասին։ Հայկը նկատեց, որ գնալով ավելի շատ ժամանակ է անցկացնում մանկատանը հաճախ աշխատելով մինչ ուշ գիշեր տնակում։ Մինչդեռ պատուհանից հետում էր Գորգի շփմանը երեխաների հետ։ Երիտասարդ սոցիալական աշխատողի նվիրվածության մեջ կար մի բան, որը նրան հիացնում էր անգեղծ կիրք երեխաների բարեկեցության նկատմամբ, որը շատ ավելին էր, քան պարզապես մասնագիտական պարտականությունները։ Մի օր կեսօրին, երբ նա դիտում էր, թե ինչպես է Գորգը սովորեցնում Անին մյուս երեխաներին ջրաներկով նկարել բակում, Հայկը հասկացավ, որ օրեր շարունակ չի մտածել իր ձայնագրման ստուդիայի կամ մասնագիտական պարտավորությունների մասին։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ նա իրեն լիովին ներկա էր զգում տվյալ պահին, լիովին կլանված մի բանով, որն իսկապես կարևոր էր։ Կարող եմ միանալ ձեզ, հարցրեց նա դուրս գալով տնագից մոտենալով խմբին։ Իհարկե, խանդավառությամբ բղավեց Անին։ Մենք նկարում ենք մեր ընտանիքները։ Ուզում ես նկարել քոնը։ Հարցը նրան անակնկալի բերեց։ Ընտանիք։ Նա ընտանիք չուներ, համենայն դեպս ավանդական իմաստով։ Անահիտը նրա հարսնացուն էր, բայց նրա նկատմամբ զգացմունքները արագորեն փոխվում էին։ Նրա աշխատանքային թիմը պրոֆեսիոնալ էր, ոչ թե անձնական։ Անցյալի նրա խնամատար ծնողները մարդիկ էին, ում ճանաչել էր մանկատան առաջին տարիներին, բայց որոնց հետ կապը վաղուց կորցրել էր։ Չգիտեմ ունեմ ընտանիք նկարելու համար, անգեղծորեն ասաց նա նստելով պլաստիկե փոքրիկ աթոռներից մեկին։ Բոլորն էլ ընտանիք ունեն, ասաց Արամը տասնամյա մի տղա, ով 3 տարի էր, ինչ մանկատանն էր։ Երբեմն ընտանիքը այն մարդիկ չեն, ովքեր ծնվել են մեզ հետ, այլ այն մարդիկ, ում մենք ընտրում ենք մեր կողքին մնալու համար։ Գորգը ժպտաց տղային։ Արամը ճիշտ է։ Ընտանիքը կապի հոգատարության մասին է, ոչ թե միայն արյան։ Անին մի վրձին մեկնեց Հայգին։ Դու կարող ես նկարել քո նոր ընտանիքը։ Այն մարդկանց, ովքեր հիմա այստեղ են։ Հայկը վերցրեց վրձինը զգալով տարօրինակ հույզ իր կրծքում։ Նա սկսեց փոքրիկ կերպարներ նկարել իր գտավի վրա Անին իր շագանակագույն մազերով ջարագող ժպիտով, Գորգին իր ակնոցով մեղմ արտահայտությամբ, Սոնային իր մոխրագույն մազերով կանաչ աչքերով, նույնիսկ մյուս երեխաներից մի քանիսին, ում ճանաչել էր վերջին շաբաթների ընթացքում։ Երբ նա ավարտեց, հասկացավ, որ ստեղծել է պարզ անգեղծ երջանկության մի դիմանկար, որն այնքան տարբեր էր պաշտոնական լուսանկարներից պրոֆեսիոնալ կեցվածքներից, որոնք գերիշխում էին նրա հանրային կյանքում։ Այդ պահի անմիջականության մեջ, շփումների բնականության մեջ կար մի բան, որը խորապես արձագանքում էր նրա հոգում։ Գեղեցիկ ստացվեց, ասաց Գորգը նայելով նկարին նրա ուսի վրայով։ Դուք գեղարվեստական տաղանդ ունեք։ Երեխա ժամանակ նկարում էի, պատասխանեց Հայկը զարմանալով, որ գիսվում էր նման անձնական հիշողությամբ։ Սոնան ու ես ժամեր էինք անցկացնում նկարելով կոմիքսներ սուպերհերոսների մասին, ովքեր փրկում էին որբ երեխաներին։ Իսկ ինչո՞ւ դադարեցիր, հարցրեց Անին։ Հայկը տատանվեց։ Որովհետ երբ մեծացա, մտածեցի, որ նկարչության երազանքների պես բաները գործնական չեն։ Մտածեցի, որ պետք է կենտրոնանամ միայն այն բաների վրա, որոնք ինձ գումար հաջողություն կբերեն։ Բայց հիմա դու ունես գումար հաջողություն, նկատեց Անին երեխաներին բնորոշ պարզ տրամաբանությամբ, այնպես որ կարող ես վերադառնալ նկարչությանը երազանքներին։ Նրա խոսքերը ստեղծեցին խորհրդածության մի պահ։ Գորգը սրբեց ձեռքերը սրբիչով ասաց. Անին ճիշտ է։ Հաջողությունը առանց երազանքների նման է մեծ ու դատարկ տան։ Հայկը նայեց Գորգին, իսկապես նայեց նրան, գուցե առաջին անգամ նրանց ծանոթությունից ի վեր։ Նրա մուգ աչքերում կար մի հանդարտ իմաստնություն, մի խորություն, որը դուրս էր նրա համեմատաբար երիտասարդ տարիքից։
Երբ նրանց հայացքները հանդիպեցին, Հայկը զգաց, թե ինչպես է ինչ-որ բան շարժվում իր կրծքում մի կապ, որը դուրս էր մասնագիտական հիացմունքից կամ սովորական ընկերությունից։ Գորգ, ասաց նա իմպուլսիվ կերպով, կցանկանայիր այսօր ինձ հետ ընթրել։ Միայն մենք երկուսով։ Կցանկանայի քեզ ավելի լավ ճանաչել։ Գորգը թեթագի կարմրեց, բայց ժպտաց։ Ես շատ կցանկանայի։ Այդ գիշեր նրանք գնացին քաղաքի կենտրոնի մի փոքրիկ ռեստորան հեռու այն շքեղ վայրերից, որոնք Հայկը հաճախում էր Անահիտի հետ։ Միջավայրը պարզ էր, բայց հարմարավետ մաշված փայտե սեղաններով մեղմ լուսավորությամբ, որը ստեղծում էր մտերմիկ մթնոլորտ։ Ընթրիքի ժամանակ նրանք խոսեցին իրենց մանկության, երազանքների կյանքի փիլիսոփայության մասին։ Գորգը պատմեց իր համեստ ընտանիքի, ֆինանսական դժվարությունների մասին, որոնց արերեսվել էին, թե ինչպես էին այդ փորձառությունները կերտել նմանատիպ իրավիճակներում գտնվող ուրիշներին օգնելու իր վճռականությունը։ Հայկն իր հերթին կիսվեց հիշողություններով, որոնց տարիներ շարունակ չէր անդրադարձել մանկատան առաջին օրերի, զգացած վախի ու միայնության մասին, այն մասին, թե ինչպես էր երաժշտությունը դարձել իր փախուստը, ի վերջո իր փրկությունը։ Գիտես, ասաց Գորգը նյարդայնացած խաղալով պատարագի հետ, երբ քեզ առաջին անգամ տեսա մրցանակաբաշխության ժամանակ, մտածեցի, որ դու հենց այն հարուստ ու հերու մարդկանց տեսակից ես, ովքեր երբեք չեն հասկանա Անիի պես երեխայի գարիքները։ Իսկ հիմա, հարցրեց Հայկը։ Հիմա տեսնում եմ, որ դու մի մարդ ես, ով հսկայական սիրտ ունի, բայց սովորել է այն պաշտպանել շատ բարձր պատերի հետում։ Գորգը ուղիղ նայեց Հայկի աչքերին։ Եվ կարծում եմ Անին հաջողվեց այդ պատերի մեջ մի դուռ գտնել։ Ոչ միայն Անին, խոստովանեց Հայկը մեղմորեն։ Նրանք երկար ժամանակ նայեցին միմյանց, Հայկը զգաց նրանց միջ աջող ձգողականությունը, մի բան, որը դուրս էր մասնագիտական հիացմունքից կամ ընկերությունից։ Կար մի բնական քիմիա, մի հուզական կապ, որը նա նախկինում երբեք չէր զգացել, նույնիսկ Անահիտի հետ։ Հաջորդ օրը Անահիտը անսպասելիորեն հայտնվեց մանկատանը։ Հայկը հետում էր նոր սանհանգույցների տեղադրմանը, երբ Մարիամը տեղեկացրեց նրա ժամանման մասին։ Նա գտավ նրան բակում, որտեղ նա հազիվ թաքցրած զվանքով դիտում էր խաղացող երեխաներին։ Հայկ, մենք պետք է խոսենք, ասաց նա առանց նախաբանի։ Նրանք գնացին տնակ, որտեղ Անահիտը դուռը փակեց անհարկի ուժգնությամբ։ Սա պետք է դադարի, ասաց նա ձեռքով ցույց տալով համեստ տարածքը։ Այս անհեթեթ նախագիծը կործանում է մեր մասնագիտական հեղինակությունը։ Մեր հեղինակությունը։ Հայկը բարձրացրեց հոնքերը։ Թե քո խնամքով կառուցված բրենդի պատկերը։ Երկուսն էլ, պատասխանեց նա վրդովված։ Ներդրողները հարցնում են, թե ինչու ես չեղարկել միջազգային շրջագայությունը։ Մամուլը ենթադրություններ է անում քո հոգեգան գայունության մասին։ Եվ հիմա լուրեր են պտտվում, որ դու սիրային կապի մեջ ես մի տղամարդ սոցիալական աշխատողի հետ։ Վերջին մեղադրանքը Հայկին հարվածեց ապտակի պես։ Լուրեր։ Ձեզ երեք երեկոյան միասին են տեսել ընթրելիս։ Հանրային վայրում։ Անահիտը խաչեց ձեռքերը։ Հայկ, դու պետք է որոշես, թե ինչ ես ուզում կյանքից։ Ուզում ես շարունակել լինել հարգված գործարար, թե ուզում ես դառնալ տարօրինակ բարերար, ով իր կարիերան դեն է նետում սենտիմենտալության պատճառով։ Իսկ եթե ես ընտրեմ երկրորդ տարբերակը, հանգիստ հարցրեց Հայկը։ Անահիտը նայեց նրան այնպես, ասես նա լիովին կորցրել էր բանականությունը։ Այդ դեպքում դու կընտրես դեն նետել այն ամենը, ինչ մենք միասին կառուցել ենք։ Մեր հարաբերությունները, մեր մասնագիտական գործընկերությունը, մեր ապագան։ Գուցե հենց դա էլ պետք է անեմ, պատասխանեց Հայկը զարմանալով իր սեփական զգացմունքների հստակությունից։ Դու լուրջ ես խոսում։ Անահիտի ձայնը բարձրացավ։ Այո։ Անահիտ, ես կարծում եմ մենք կյանքից շատ տարբեր բաներ ենք ուզում։ Դու ուզում ես հաջողություն, հեղինակություն, ճանաչում։ Ես մտածում էի, որ նույն բաներն եմ ուզում, բայց հիմա հասկանում եմ, որ ավելին եմ ուզում։ Ավելի ինչ։ Վեհ աղքատություն, անհարկի զոհողություն, իսկականություն, իրական կապեր։ Այն մարդկանց կյանքում փոփոխություն բերելու հնարավորություն, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն։ Հայկը վեր կացավ քայլելով դեպի պատուհանը, որտեղից տեսնում էր Անին Գորգին, ովքեր մյուս երեխաների հետ պարային խաղ էին կազմակերպում։ Ես ուզում եմ մի կյանք, որն իմաստ կունենա բանկային հաշիվներից ամսագրերի շապիկներից այն կողմ։ Անահիտը հետեց նրան դեպի պատուհանը դիտելով դրսի տեսարանը։ Հայկ, դու քեզ խաբում ես։ Այս ռոմանտիկ ֆանտազիան կավարտվի, երբ այն ավարտվի, դու կզղջաս, որ դեն ես նետել իրական հաջողակ կյանքը։ Իսկ եթե սա ֆանտազիա չէ, հարցրեց Հայկը։ Իսկ եթե սա առաջին իրական բանն է, որ ես ապրել եմ տարիների ընթացքում։ Անահիտը մի քանի վայրկյան լուր մնաց մարսելով նրա բառերը։ Վերջապես նա խորը շունչ քաշեց։ Լավ։ Եթե դա է այն, ինչ դու ուզում ես, ապա կարծում եմ մեր խոսակցությունը այստեղ ավարտված է։ Անահիտ։ Ոչ, Հայկ։
Դու կատարեցիր քո ընտրությունը։ Նա ուղղվեց դեպի դուռը, բայց շրջվեց դուրս գալուց առաջ։ Բայց երբ այս փուլն անցնի, երբ հասկանաս, որ իրական կյանքը զոհաբերել ես ֆանտազիայի համար, չսպասես, որ ես քեզ կսպասեմ։ Նրա հեռանալուց հետո Հայկը մի քանի րոպե մենակ մնաց տնակում մարսելով կատարվածը։ Կար ազատության տարօրինակ զգացողություն խառնված ապագայի նկատմամբ տագնապի հետ։ Իր հասուն կյանքում առաջին անգամ նա վստահ չէր, թե ուր է գնում, բայց հաստատ գիտեր, թե ինչ է թողնում հետում։ Դրան մեղմ թագոցը նրան կտրեց մտքերից։ Գորգը ներս մտավ տատանվելով ձեռքին պահելով երկու բաժակ սուրճ։ Սոնան ասաց, որ սրա գարիքը կարող ես ունենալ, ասաց նա մեկնելով բաժակներից մեկը։ Շնորհակալություն։ Հայկը երախտագիտությամբ ընդունեց սուրճը։ Դու լսեցիր վեճը։ Դժվար էր չլսել, խոստովանեց Գորգը ամաչկոտ ժպիտով։ Նա բավականին հնչեղ ձայն ունի։ Հայկը այդ օրը առաջին անգամ ծիծաղեց։ Դա շատ դիվանագիտական է ասելու, որ նա բղավում էր։ Նրանք մնացին հարմարավետ լռության մեջ մի քանի վայրկյան սուրճ խմելով պատուհանից դիտելով երեխաներին։ Վերջապես Գորգն ասաց. Հայկ, դու գարիք չունես ընտրելու քո կարիերայի այս ամենի մեջ։ Հնարավոր է ունենալ երկուսն էլ։ Իսկապես։ Հայկը նայեց նրան հետաքրքրությամբ։ Իհարկե։ Դու կարող ես շարունակել լինել հաջողակ երաժշտական գործարար, նա լինել մարդ, ով հոգ է տանում սոցիալական հարցերի մասին։ Իրականում դա կարող է նույնիսկ բարելավել քո հանրային պատկերը ցույց տալով, որ դու ավելին ես, քան պարզապես շահույթն ու պայմանագրերը։ Հայկը մտածեց Գորգի խոսքերի շուրջ։ Իսկ դու, ինչ ես ուզում ապագայից։ Գորգը տատանվեց պատասխանելուց առաջ։ Ուզում եմ շարունակել աշխատել երեխաների հետ։ Ուզում եմ փոփոխություն բերել։ Եվ նա դադար տվեց թեթագի կարմրելով, ուզում եմ քեզ ավելի լավ ճանաչել։ Իրական մարդուն հայտնի գործարարի հետում։ Հայկը զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Գորգ, ես նույնն եմ զգում։ Բայց դու պետք է հասկանաս, որ իմ կյանքը բարդ է։ Կան շատ բեռներ, շատ սպասումներ։ Բոլորն էլ բեռներ ունեն, մեղմորեն պատասխանեց Գորգը։ Հարցն այն է, արդյոք մենք պատրաստ ենք օգնել միմյանց դրանք գրելու հարցում։ Այդ գիշեր Հայկը կայացրեց մի որոշում, որը կփոխեր ամեն ինչ։ 3 ամիս անց Նարեկ մանկատունը լիովին կերպարանափոխվել էր։ Պատերը հիմա վառ գույներ ունեին, պատուհանները լայն էին թույլ էին տալիս բնական լույսին առատորեն ներս թափանցել, իսկ յուրաքանչյուր սենյակ խնամքով կահավորված էր երեխաների համար հարմարավետ միջավայր ստեղծելու համար։ Գրադարանը ընդլայնվել էր, տեղադրվել էր համակարգչային նոր լաբորատորիա, իսկ բակը հիմա ուներ ժամանակակից անվտանգ խաղահրապարակ։ Ավելի կարևոր է, որ մանկատունն ուներ որակյալ աշխատագիտների ամբողջական թիմ ուսուցիչներ, հոգեբաններ, սննդաբաններ, թերապևտներ, որոնք բոլորը համակարգվում էին Գորգի կողմից, ով բացահայտվել էր որպես բնատուր կառավարիչ բացառիկ խնամող։ Հայկը որոշում էր կայացրել չեղարկել իր ամուսնությունը Անահիտի հետ, մի որոշում, որը զգալի սկանդալ էր առաջացրել մասնագիտացված մամուլում։ Դեղին մամուլը ենթադրություններ էր անում բաժանման պատճառների մասին, բայց Հայկը հրաժարվել էր հանրային հայտարարություններ անել այդ թեմայով նախընտրելով իր անձնական կյանքը հեռու պահել ուշադրությունից, մինչ վերակազմակերպում էր իր առաջնահերթությունները։ Անին մշտապես հաստատվել էր մանկատանը, ոչ թե որպես որդեգրման սպասող երեխա, այլ որպես Հայկի կառուցած ընդլայնված ընտանիքի մի մաս։ Պաշտոնապես նա հանձնվել էր Հայկի ժամանակավոր խնամակալությանը մի պայմանավորվածություն, որը Գորգը օգնել էր ձեռք բերել սոցիալական ծառայությունների հետ, բայց գործնականում նա իր ժամանակը բաժանում էր մանկատան, որտեղ օգնում էր Սոնային խաղում մյուս երեխաների հետ, այն բնակարանի մեջ, որը Հայկը վարձել էր Երանում, որտեղ նրանք երեքով Հայկը, Գորգը Անին, աստիճանաբար կառուցում էին ոչ ավանդական ընտանեկան կյանք։ Հայկի Գորգի հարաբերությունները բնականորեն զարգացել էին ամիսների ընթացքում։ Այն, ինչ սկսվել էր որպես մասնագիտական հիացմունք, վերածվել էր խորը ընկերության, հետո փոխադարձ զգողականության, վերջապես անկեղծ ու հարգալից սիրո, որը երկուսն էլ ընդունել էին զարմանքով ու երախտագիտությամբ։ Շաբաթ առավոտյան Հայկը արթնացավ բնակարանում, գտավ Գորգին ու Անին խոհանոցում, ովքեր նրբաբլիթներ էին պատրաստում ծիծաղում ինչ-որ կատակի վրա։ Այդ տնային տեսարանը, այդքան պարզ ու բնական, նրան լցրեց մի հանդարտ երջանկությամբ, որն ինքը երբեք հնարավոր չէր համարել։ Բարի լույս, ընտանիք, ասաց նա համբուրելով Գորգին խառնելով Անիի մազերը։ Բարի լույս, Հայկ հայրիկ, բղավեց Անին մի անվանում, որն առաջացել էր ինքնաբուխ, որը բոլորը սիրով էին ընդունել։ Եվ Գորգ հայրիկին նույնպես, ավելացրեց նա խանդավառությամբ գրգելով Գորգին։ Գորգը ժպտաց դեռ վարժվելով հայրական կերպարի դերին։ Այսօր հատուկ օր է, հիշում ես։ Նորացված Նարեկ մանկատան պաշտոնական բացումն է։ Հայկը գլխով արեց։ Նրանք բացման պաշտոնական արարողություն էին ծրագրել նշելու մանկատան վերաբացումը, հրավիրելով տեղական իշխանություններին, պոտենցիալ նվիրատուներին համայնքի անդամներին։
Բայց ավելի կարևոր է, որ Հայկը որոշել էր, որ դա նա այն օրն է լինելու, երբ ինքը հրապարակավ կպատմի իր իրական պատմությունը։ Շաբաթներ շարունակ նա աշխատել էր վստահելի մի լրագրողի հետ բացառիկ հարցազրույցի վրա, որը պետք է հրապարակվեր բացման հետ միաժամանակ։ Հարցազրույցում նա առաջին անգամ կբացահայտեր իր ծագումը որպես որբ, իր կյանքը Նարեկ մանկատանը այն, թե ինչպես էր այդ փորձառությունը գերտել թե իր հաջողությունները, թե անձնական թերությունները։ Նյարդայնանոում ես, հարցրեց Գորգը նրբաբլիթները լցնելով գունավոր ափսեների մեջ, որոնք անին հատուկ ընտրել էր հանդիսավոր առիթների համար։ Մի փոքր, խոստովանեց Հայկը։ Մի բան է պատմությունը պատմել քեզ ու անին, մեկ այլ բան այն պատմել ամբողջ աշխարհին։ Բայց դա ճիշտ պատմությունն է պատմելու համար, ասաց անին այն յուրահատուկ իմաստնությամբ, որը երբեմն ցուցաբերում էր։ Մայրս միշտ ասում էր, որ ճշմարտությունը կարող է սկզբում ցավեցնել, բայց հետո այն բժշկում է։ Բացման արարողությունը տեղի ունեցավ կեսօրին տարածաշրջանին բնորոշ պարզ կապույտ երկնքի ներքո։ Մանկատան բակը լի էր հյուրերով քաղաքային իշխանություններ, տեղի գործարարներ, որդեգրմամբ հետաքրքրված ընտանիքներ, լրագրողներ, ամենակարևորը 15 երեխաները, ովքեր հիմա այդ վայրը տուն էին անվանում։ Հայկը բարձրացավ փոքրիկ բեմը, որը տեղադրվել էր առիթի համար դիտելով հանդիսատեսի սպասողական դեմքերը։ Անահիտը ներկա էր նստած վերջին շարքում չեզոք արտահայտությամբ ակնհայտորեն կատարելով սոցիալական պարտավորությունը։ Սոնան առաջին շարքում էր ժպտալով հպարտությամբ քաջալերանքով։ Գորգը բեմի կողքին էր Անիի հետ, երկուսն էլ խանդավառությամբ ձեռքով էին անում նրան։ Բարի օր բոլորին, սկսեց Հայկը, նրա ձայնը ուժեղացված էր ձայնային համակարգով։ Շնորհակալություն այստեղ գտնվելու համար տոնելու ոչ միայն Նարեկ մանկատան վերաբացումը, այլ բոլորիս կյանքում մի նոր գլխի սկիզբը։ Նա դադար տվեց խորը շնչելով շարունակելուց առաջ։ Ձեզնից շատերը ինձ ճանաչում են որպես Հայկ Վարդանյան երաժշտական գործարար պրոդյուսեր։ Բայց այսօր ես ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ով եմ ես իրականում, ինչու է այս վայրը ինձ համար շատ ավելի նշանակում, քան պարզապես բարեգործական նախագիծ։ Հանդիսատեսի մեջ բացարձակ լռություն տիրեց։ Հայկը տեսնում էր լրագրողներին, ովքեր պատրաստել էին գրիչները, տեսախցիկները, որոնք դիրքավորվել էին յուրաքանչյուր բառը որսալու համար։ Իմ իրական անունը Հայկ Սանոյան է։ 8-ից մինչ 18 տարեկան հասակում այս մանկատունը եղել է իմ տունը։ Հանդիսատեսի միջից զարմացած փսփսոցներ լսվեցին, բայց Հայկը շարունակեց։ Երբ սկսեցի կարիերաս երաժշտական ոլորտում, ինձ խորհուրդ տվեցին ստեղծել ավելի արտրային կենսագրություն։ Ինձ ասացին, որ որբերի պատմությունները ձայնապնակներ չեն վաճառում, որ ինձ պետք է ավելի փայլուն ծագում հաջողության հասնելու համար։ Նա ուղիղ նայեց տեսախցիկներին։ Տարիներ շարունակ ես ապրել եմ խնամքով կառուցված ստի մեջ ծածնելով, թե միջին խավի ընտանիքից եմ, հորինելով մի մանկություն, որը երբեք գոյություն չի ունեցել։ Այդ ընթացքում ես դավաճանեցի ոչ միայն իմ սեփական ճշմարտությանը, այլ այն բոլոր մարդկանց, ովքեր օգնեցին ինձ դառնալ այն, ինչ կամ։ Հայկը ձեռքով ցույց տվեց Սոնային, ով տեսանելիորեն հուզված էր։ Այնպիսի մարդկանց, ինչպիսին Սոնա Լալայանն է, ով աշխատում է այս մանկատանը ավելի քան 20 տարի, ով քրոջ պես է եղել ինձ համար իմ գազմավորման տարիներին։ Մարդիկ, ովքեր արժանի են ճանաչման երախտագիտության, այլ ոչ թե մոռացության լքվածության։ Հանդիսատեսը հիմա լիակատար լռության մեջ էր։ Հայկը տեսնում էր արցունքներ շատերի աչքերում, ներառյալ որոշ լրագրողների, ովքեր ակնհայտորեն չէին սպասել նման անձնական հուզական խոստովանության։ Վերջերս մի երեխա փոխեց իմ պատկերացումը ամեն ինչի մասին, շարունակեց Հայկը ժպտալով Անիին։ Անին ինձ հիշեցրեց, որ մեր ծագումը չի որոշում մեր ճակատագիրը, բայց դա նա մի բան չէ, որի համար պետք է ամաչենք։ Նա ինձ սովորեցրեց, որ ընտանիքը արյան մասին չէ, այլ ընտրության, հոգատարության սիրո։ Նա նորից դադար տվեց նայելով ուղիղ Գորգին։ Եվ ես ճանաչեցի մեկին, ով ինձ ցույց տվեց, որ երբեք ուշ չէ ընտրելու իսկականությունը ձագանության փոխարեն, իրական սերը սոցիալական հարմարավետության փոխարեն։ Գորգը ժպտաց արցունքների միջից ակնհայտորեն հուզված հանրային հայտարարությունից։ Այսօր, եզրափակեց Հայկը, ես ոչ միայն նորացված մանկատուն եմ բացում։ Ես բացում եմ իմ սեփական նոր տարբերակը։ Մի տարբերակ, որը չի վախենում իր արմատներից, որը գրկում է իր անցյալը որպես իր ուժի մի մաս, այլ ոչ թե թուլության։ Ձափահարությունները եղան անմիջական բուռն։ Մարդիկ վեր կացան, ոմանք բացահայտ լաց էին լինում, մյուսները քաջալերանքի խոսքեր էին գոռում։ Մանկատան երեխաները բոլորից բարձր էին ձափահարում ակնհայտորեն հպարտ լինելով, որ իրենց պատմությունը հրապարակավ հաստատվել տոնվել էր։ Արարողությունից հետո, մինչ հյուրերը շրջում էին նոր շինություններով, իսկ երեխաները հպարտությամբ ցույց էին տալիս իրենց նոր սենյակներն ու դասասենյակները, Հայկը վերջին խոսակցություն ունեցավ Անահիտի հետ։ Գեղեցիկ ելույթ էր, ասաց նա, նրա ձայնը խնամքով չեզոք էր։ Թե ես դեռ կարծում եմ, որ դու մասնագիտական սխալ ես թույլ տալիս։ Գուցե, հանգիստ պատասխանեց Հայկը, բայց դա իմ սխալն է թույլ տալու համար։
Անահիտը շուրջը նայեց դիտելով Գորկին, ով խանդավառությամբ ցույց էր տալիս նոր համակարգչային լաբորատորիան պոտենցիալ նվիրատուների մի խմբի։ Դու իսկապես հավատում ես, որ սա կաշխատի։ Այս տնային կյանքը երեխայի զուգընկերոջ հետ։ Չգիտեմ կաշխատի, թե ոչ, անկեղծորեն խոստովանեց Հայկը։ Բայց գիտեմ, որ սա իրական է։ Սա առաջին իրական բանն է իմ կյանքում երկար ժամանակ անց։ Անահիտը դանդաղ գլխով արեց։ Դե, հուսով եմ երջանիկ կլինես, Հայկ։ Անկեղծորեն։ Շնորհակալություն, Անահիտ։ Եվ ես հուսով եմ, որ դու նույնպես կգտնես քո երջանկությունը։ Ավելի ուշ այդ գիշեր, երբ բոլոր հյուրերը գնացել էին, երեխաները քնած էին իրենց նոր հարմարավետ սենյակներում, Հայկը, Գորկը Անին նստեցին մանկատան նոր այգում դիտելով պարզ երկնքի աստղերը։ Դու այսօր ճիշտ բան արեցիր, ասաց Գորկը բռնելով Հայկի ձեռքը։ Զգացի, ասես առաջին անգամ էի պատմում իմ պատմությունը, պատասխանեց Հայկը։ Իրական պատմությունը, ոչ թե խմբագրված տարբերակը։ Անին պառկած էր խոտերի վրա նրանց միջ ցույց տալով տարբեր համաստեղություններ, որոնք սովորել էր ճանաչել աստղագիտության մի գրքից, որը Գորկն էր նրան նվիրել։ Նայեք այնտեղի պայծառ աստղին, ասաց նա։ Կարծում եմ դա մայրս է, ով մեզ է հետում։ Հայկը զգաց, թե ինչպես են աչքերը լցվում արցունքներով։ Կարծում եմ դու ճիշտ ես, Անի։ Իսկ նայեք այն երեք աստղերին, որոնք իրար մոտ են, շարունակեց նա ցույց տալով երկնքի մի այլ կետ։ Կարծում եմ դրանք մենք ենք։ Աստղերի մի ընտանիք, որը գտավ իրար ճիշտ տեղում։ Գորկը սեղմեց Հայկի ձեռքը։ Ինձ դուր է գալիս այդ պատկերը։ Ինձ նույնպես, շնջաց Հայկը։ 6 ամիս անց Հայկի հարցազրույցը դարձել էր շրջադարձային կետ ժամանակակից շոու բիզնեսում իսկականության հանրային պատկերի մասին քննարկումներում։ Նրա ձայնագրման ստուդիան սկզբում գործրել էր որոշ պահպանողական պայմանագրեր, բայց ձեռք էր բերել նորերը այնպիսի արտիստների հետ, ովքեր նույնանում էին նրա անկեղծության ուղերձի հետ։ Նարեկ մանկատունը դարձել էր օրինագելի մոդել երկրի մյուս մանկատների համար։ Հայկը հիմնադրամ էր ստեղծել նվիրված ողջ երկրի տարածքում երեխաների կացարանների վերանորոգմանը արդիականացմանը։ Անին հիանալիորեն հարմարվել էր իր նոր կյանքին իր ժամանակը բաժանելով Երանի դպրոցի հանգստյան օրերին մանկատան միջ, որտեղ նա շարունակում էր մնալ ուրախ ոգեշնչող ներկայություն մյուս երեխաների համար։ Նրա հարաբերությունները Հայկի Գորկի հետ բնականորեն վերածվել էին ամուր ընտանեկան դինամիկայի հիմնված փոխադարձ սիրո հարգանքի վրա։ Հայկն ու Գորկը պաշտոնականացրել էին իրենց հարաբերությունները ոչ միայն հուզականորեն, այլ իրավաբանորեն դառնալով պաշտոնական զուգընկերներ Անի համախնամակալներ։ Նրանք ավելի մեծ տուն էին գնել Երանում, բայց մշտական սենյակ էին պահպանում մանկատանը, որտեղ անցկացնում էին շաբաթական առնվազն 2 օր։ Հետագա հարցազրույցներից մեկի ժամանակ բացումից 1 տարի անց Հայկին հարցրին, թե արդյոք նա կարոտում է իր նախկին կյանքը։ Կարոտում եմ այն բարձությունը, երբ պետք չէր մտածել ոչ մի բանի մասին, բացի պայմանագրերից թվերից, անկեղծորեն պատասխանել էր նա։ Բայց չեմ կարոտում միայնությունը։ Չեմ կարոտում հայելուն նայելը, իմ խմբագրված տարբերակը տեսնելը։ Իսկ ապագան, հարցրել էր լրագրողը։ Հայկը նայել էր Գորկին Անին, ովքեր խաղում էին մյուս երեխաների հետ բակում, որը երում էր այն սենյակի պատուհանից, որտեղ անցկացվում էր հարցազրույցը։ Ապագան, ասել էր նա, իրական ինչ-որ բան կառուցելը շարունակելու մասին է։ Այս երեխաներին այն տալու մասին է, ինչ ես կցանկանայի ունենալ նրանց տարիքում ոչ միայն ապաստան սնունդ, այլ հույս, հնարավորություններ, վստահություն, որ նրանք արժանի են սիրո հնարավորությունների անկախ նրանից, թե որտեղից են եկել։ Որ է զղջում։ Հայկը երկար մտածել էր պատասխանելուց առաջ։ Իմ միակ զղջումն այն է, որ այսքան երկար սպասեցի տուն վերադառնալու համար։ Պատմության ավարտ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Հայկի, Գորկի Անիի պատմությունը դիպել է ձեր սրտերին։ Վերահայտնագործման իսկականության այս ճանապարհորդությունը մեզ հիշեցնում է, որ երբեք ուշ չէ վերակառուցել մեր կյանքը հիմնված իսկական սիրո անկեղծ կապերի վրա։ Սրա նման հուզիչ պատմություններ շարունակելու համար չմոռանաք բաժանորդագրվել, մեր ալիքին սեղմել զանգակը ծանուցումներ ստանալու համար։ Եթե այս պատմությունը ձեր մեջ որևէ զգացմունք արթնացրեց, լայք դրեք մեկնաբանություններում կիսվեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը հուզել։ Դուք կարող եք նա գտնել մեր հատուկ փլեյլիստը ընտանիքի, սիրո նոր սկիզբների մասին նմանատիպ պատմություններով սեղմելով կողքի հաղմանը։ Շնորհակալություն այս հուզական ճանապարհորդության ընթացքում մեզ հետ լինելու համար։ Մինչ նոր պատմություն։